նայ Բաքու, լիքը փող, լիքը հարուստներ, ժամանց է պետք։ Սոցցանցեր չկա, YouTube չկա, TV չկա, շրջագայություններ չկա։ Ինքը գրում է բոլոր շերտերի մասին, այսինքն իր պատմվածքներում, վեպերում մենք տեսնում ենք ամենաստորակարգ չարչի բանվոր աշխատողից, հա, մինչև ամենահարուստներ։ Այսօրվա թեման լինելու է հայ գրականության եվրոպագիր գրողներից մեկը, երևի ամենակարդացված, ամենահայտնի, ամենաուժեղ գրողներից մեկը մեր կարծիքով։ Ես օրինակ չգիտեմ, Շիրվանզադե փոքր ժամանակ այդքան շատ չեմ սիրել։ Գրողի ու գրականության ոնց որ կյանքը առանց միջավայրի, առանց փորձառության, առանց գաղափարների մեկը մյուսից չի տարանջատվում։ Կենսագրականի մասին, ժամանակի մասին, ինչ միջավայրում ապրել, ինչ միջավայրում ստեղծագործել, ինչ փորձառություն ա ունեցել։ Ինքը գործը այտենց մի երևելի բան չի, բայց նաև հաշվի առնենք, որ առաջին տպագրված գործն է, այդ կրակ նավթագործարանում է։ Հարուստ հայ է, որի գործանը արվում է, հրդեհ ա բռնկվում նավթագործարանը։ Հերոսի կերպարը, ով վազում է ու ասում է հրդեհի մասին, վախը տիրոջից այնքան մեծ է, որ ինքը վազում է առաջինը տիրոջը ասի հետ գալու ճանապարհի կեսից նոր հիշում է, որ այնտեղ իր հետն ու աղբերներն են։ Դասական կապիտալիստական ժամանակաշրջանի գրականությունը։ Դա մի հատ մեծ բան է, դա թողենք, որտեվ դա ոնց որ կարծիքով պիկն է այս պատմվածքի ու պետք է դրա մասին շատ խորանանք։ Ապրել, այնպես ապրել։ Դուրս քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։ Ողջունում ենք մեր սիրելի լսողներին, դիտողներին, հետևողներին, եթերում է Չարքաստը, ձեզ հետ են գրող հրապարակախոս ծրագրավորող Նորեր Սարգսյանը եւ գրող հրապարակախոս մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը։ Մինչև եթերը սկսելը խնդրում ենք բաժանորդագրվել մեր YouTube-ին, կոմենտել բոլոր տեսանյութերը, որ նայում եք, լայքել, տարածել, շատ կարևոր է հատկապես կոմենտներն ու տարածելը, որպեսզի մեր YouTube էջը մեծանա եւ մենք ի վերջո ֆինանսավորում միացնենք, համարյա բան չի մնացել։ Բաժանորդագրվեք նաեւ մեր սոցիալական էջերին ու սկսում ենք այսօրվա թեման լինելու է հայ գրականության եվրոպագիր գրողներից մեկը, երևի ամենակարդացված, ամենահայտնի, ամենաուժեղ գրողներից մեկը մեր կարծիքով, թե արձակի, թե վեպի ժանրում։ Ես օրինակ ավելի շատ արձակի կտայի երևի իրան, բայց վեպերն էլ վատը չեն։ Խոսելու ենք Ալեքսանդր Շիրվանզադեի մասին։ Գրող, որի մասին անցել ենք դպրոցում, հիմնականում գիտենք քաոսը, չէ՞, քաոսը, նամուսը, պատվի համար, արտիստը, հա։ Ֆիլմեր կան, Շիրվանզադեն նաև հայտնի է որպես դրամատուրգ, նաև հայտնի է որպես հրապարակախոս, որոշ չափով նաև որպես հեղափոխական, այն իմաստով որ ռուսական կայսրություն մեր տարածված, եթե չեմ սխալվում հնչական կուսակցության անդամ, ա եղել նաև դաշնակցության հետ կապեր ունեցել, բեղուն երկար կյանք ա ունեցել, ապրել է 77 տարի, անցել է ռուսական երկու հեղափոխություններով, թաթարական ջարդերով, ապրել է Եվրոպայում, ապրել է ռուսական կայսրությունում, ինքն ծնունդով Շամախից է, ներկայիս Ադրբեջանում։ Խոսելու ենք Շիրվանզադեի մի քանի գործերից, այս ոնց որ արդեն դասական ֆորմատ է դարձել մեզ համար, մի քանի գործ ենք ընտրել, ոչ հայտնի գործերը, այսինքն թողել ենք այդ նամուսը, պատվի համար, քաոսը, ապագայի համար, եթե հետաքրքիր լինի, եթե ձեզ հետաքրքիր է այս էպիզոդը, հետո առանձին այս թեման, հետո առանձին միգուցե մեծ բաներին հա առանձին կանադառնալ։ Ընտրել ենք մի քանի գործ պատմվածքներ իր վաղ շրջանից, նաև միջին շրջանից, տարբեր սպեկտրով ենք խոսելու, տարբեր սպեկտրի գործեր։ Նույն ոճով ինչ ընտրել էինք Վազգեն Սարգսյանի գործերը, ինչ ընտրել էինք նաև Վանո Սիրադեղյանի գործերը, այդ ոճով կարծում եմ այս ֆորմատը ամենաստացված ֆորմատն է։ Ու կարանք երևի թե սկսենք ամենասկզբից, առաջի գործից, հրդեհ նավթագործարանում, որը ոչ այդքան շատ գեղարվեստական իմաստով, գրականության իմաստով ոչ այդքան շատ հզոր գործ է, բայց կարևոր է սոցիալական իմաստով, կարևոր է որպես գրողի առաջին գործ, կարևոր է նաև ժամանակը հասկանալու համար, որովհետև մենք այսօր ամբողջ եթերում երբ խոսալու ենք Շիրվանզադեից, խոսալու ենք ժամանակի մասին, կենսագրականի մասին, ժամանակի մասին, ինչ միջավայրում ապրել, ինչ միջավայրում ստեղծագործել, ինչ փորձառություն ա ունեցել, որովհետև գրողի ու գրականության ոնց որ կյանքը առանց միջավայրի, առանց փորձառության, առանց գաղափարների մեկը մյուսից չի տարանջատվում։
նույնը իդեպ եթե մենք 26 թիվն է դրանից ենք խոսում 100 տարի առաջ էլ էր նույնը 200 տարի առաջ էլ էր նույնը 1000 տարի առաջ էլ էր նույնը ես եթերին պատրաստվելուց կարդում էի Տերյանի 1914 թվի հոդվածը հրապարակախոսական հայ գրականության գալիքորը որտեղ մի ահռելի հատված է տրամադրում Շիրվանզադեին Շիրվանզադեի գրականությանը խոսելով որ երևի թե ամենաեվրոպական գրականությունն է ամենաառանցքային գրողն է մեզ համար այդ առումով եվրոպական գրողների հետ ոտ գցող ընդ որում համեմատում է Հենրիկ Իբսենի, Կնուտ Համսունի, Էմիլ Զոլայի եւ մնացածի հետ ու մենակ ինքը չի Թումանյանն էլ ժամանակին տենց մեծ իմաստով գնահատել է Շիրվանզադեին ու նույնիսկ սովետական շրջանում էլ ինքը լավ գնահատված է եղել գրողների միության անդամ է դարձել շատ կարճ շրջան էլի իհարկե որովհետեւ սովետը ոնց որ ամբողջ խորությամբ ինքը չի տեսել այն բaragային որ ինքը մի պահ դրսում է եղել հետո վերադարձել է ու շուտ մահացել է օրինակ Տերյանը ասում էր որ ուղիղ մեջբերում եմ Շիրվանզադեն է որ ուղիղ ըմբռնել է կենցաղագրական դրամայի առողջ ու կենսունակ, ապահովորում եւ ապագայի համար արդյունավետ ուղին, նրա դրամաները մեծապես օգնել են լեզվի կենտրոնացմանը եւ անհրաժեշտ պայման են գրականության առաջընթացի համար։ Հետո շարունակում է Տերյանն ասում, Շիրվանզադեի գավառական քաղաքը դա Շիրվանզադեն Շամախից էր։ Ոչ միայն եվրոպացուն, այլև երբեմն մեզ անհասկանալի է մնում։ Սոսը եւ վարդիթերը մի ռուսի համար բոլորովին անհասկանալի են, բայց Պերգյունտը ամենքի համար հասկանալի չնայած իր ազգային բնույթին։ Այստեղ համամարտկայինը միացած է ազգայինի հետ, այնտեղ առաջինը մարդն է, հետո հագուստը, հետո մեզանում, իսկ մեզանում առաջ հագուստը, հետո մարդը, իսկ երբեմն միայն հագուստն է առանց մարդու։ Այստեղ մի քիչ կպավ ոնց որ ես օրինակ չգիտեմ Շիրվանզադե փոքր ժամանակ այդքան շատ չեմ սիրել, թեև դպրոցական տարիներին կարդացել ենք բոլորս էլ երևի Քաոսը պատվի համարը հիմնականում, հետո նաև արտիստը, բայց ինչն է հետաքրքիր, որ երևի թե ինքը ամենա այդ իմաստով այդ պրոֆեսիոնալ իր ժամանակի արձակագիր է, այսինքն եթե վերցնենք հենց ձևի մեջ, ինքը այն հազվադեպ մարդկանցից է, որոնք գրում են այդ լրիվ այդ եվրոպական վեպի այդ դասական օրինակով, որտեղ կա կոնֆլիկտ, կա հանգուցալուծում, կա այդ պիկը, բան ամեն ինչը ոնց որ ճիշտ բանով տված է, էլի սկիզբը սկսում է հետո կոնֆլիկտն առաջանում բան, այսինքն ինքը դասական իմաստով, գրականագիտական իմաստով պրոֆեսիոնալ բարձր մակարդակի գործեր են բոլորը։ Պլյուս դրան ունեն շատ խորքային սոցիալական թեմա իրանց մեջ, քանի որ Շիրվանզադեն կարելի է ասել ինչ որ իմաստով սոցիալիստ գրող է, այն իմաստով որ ապրելով ռուսական կայսրությունում ինքը փաստացի նաև լինելով այդ ռուսական կայսրության ամենա այդ ուժեղ արդյունաբերական կենտրոններից մեկի Բաքվի նաև մոտակայքում ապրող կամ հենց Բաքվում ապրող մարդ, ինքը նաև փոքր տարիքից աշխատել է, մենք գիտենք, որ տարբեր գործեր է արել, հաշվետար է աշխատել, ուղղակի գործակատար է աշխատել, բանվոր է աշխատել եւ այդ նավթ արդյունաբերության այդ ամբողջ այդ բանը ինքը ոնց որ ամենաներքևից մինչև վերև ուսումնասիրել է ու նաև հետաքրքիր է որ ինքը առաջիններից է ով տալիս է հայ կապիտալի, այսինքն հայ կապիտալիստների ընդհանուր կերպարը, տալիս է նաև նրանց այդ խորքային հակասությունը սովորական հայ ժողովրդի հետ, որովհետև հաճախ մենք օրինակ հիմա երբ որ նայում ենք ու քննարկում ենք հատկապես հաշվի առնելով այդ քաղաքական ու բան իրավիճակը, որում մենք այս պայն գտնվում ենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտը ու այդ ամեն ինչը մենք մի տեսակ այդ հպարտանում ենք այն հայերով, ովքեր Բաքվում ժամանակի ոնց որ չէ Բաքվի տերերն են եղել, նույնիսկ ասում են որ Բաքվում հայերն են կառուցել, չէ, այդ բանն է կայսեր։ Որտեվ եթե բանով նայենք, ինքը փաստացի ասենք երևի թե հрьяաներից հետո հայերը երկրորդ ազգն են Բաքվում, որոնք մեծ կապիտալ են ունեցել, ու անգլիացիներն էլ իհարկե, բայց այստեղ բան է, էլի ուզում ասեմ տարբեր չափաբաժնով ներգրաված են եղել այդ քաղաքի փաստորեն նավթ արդյունաբերության գործին ու հաջողություններ են ունեցել մենք բոլորս ճանաչում ենք այդ հայտնի հարուստ Մանթաշովը հա Մանթաշովը ընդքան ամենահայտնին է բայց այնտեղ էլի հա այնտեղ միջին եւ ցածր մակարդակի շատ ոնց որ բիզնեսմեններ են եղել այսօրվա լեզվով ասված Լիանոզյան եւ այլն այդտեղ եղել են որոնք հայ են եղել ծնունդի բերումով, բայց հայկական հարցին կամ հայերի հետ կապված բանին այդքան չեն մասնակցել կամ կիսատ պռատ են մասնակցել, ճիշտ ժամանակին չեն մասնակցել ու հետագայում էլ այդ ջարդերի բանի պատճառով դեռ խոսքը իհարկե գնում է 1900-ականների սկզբի մասին, երբ որ
այդ հայտարարական բախումներ կլինեն, թե այդ առաջին հանրապետության սկիզբան, այդ միջև սովետական միության գալը իրենք չեն եղել այն ուժը, որոնք կարողանային տեր կանգնել իրենց ազգին, այսինքն ազգաբնակչությանը սովորական մարդկանց, ովքեր իրենց մոտ բանվոր էին, ու փաստացի այդ իմաստով այդքան էլ հպարտանալու բան չկա էլի, եթե անկեղծ լինենք, որովհետև ազգանվան կամ, չգիտեմ, ծագմամբ հայ լինելը ոչինչ չի նշանակում հայկականության համար, ոչ մի բան չի անում հայկականության համար, մենք հաճախ տարվում ենք այդ բանով, շատերս հաճախ հիշում եմ փոքրուց իմ մոտ էլ կար ու բոլոր երևի հայերի մոտ կա այդ փոքր ազգի սինդրոմը, որ ցանկացած ֆիլմ կամ ինչ-որ մարդու մասին բան, որ իմանում ես, առաջին այդ յանը բանման ես գալիս, փորձում ես այդ հայկական բանը գտնես, բայց ինչքանով այդ հայկականության մասին շատ ոնց որ պայմանական է այդ հայկական էլի, որովհետև ինքը բնույթով հայկական չի, ինքը ինչ-որ իմաստով կոսմոպոլիտ բան է, բիզնեսմեն է կամ շատ ուրիշ արժուն է, նույնը ասենք եթե վերցնենք մի քիչ ուրիշ օրինակ բերեմ, այդ գողականների բաների կյանքում էլի շատ հայեր են եղել, բայց ինքը քանի որ կոսմոպոլիտ բաներ են, այսինքն ազգային բան չեն պահանջում եւ ազգային բանը անգամ ինչ-որ իմաստով հակադիր բան է լինում, այդ իմաստով ոնց որ հայկականությունը այդտեղ 0-ի է հասնում. Եվ Շիրվանզադեն ստեղ են մարդկանցից է, ով փորձում է ցույց տա այդ հայկական կապիտալի, այսինքն հայերի, ովքեր հասել են մեծ հաջողություններ ու հայ ազգի, հասարակ բանվորների կապը իրար հետ, որ ինչ տիպի, ոնց որ ինչ էական է, օրինակ հայ բանվորի համար ինքը կաշխատի հայի ձեռքի տակ, թե չգիտեմ, հրեայի կամ թաթարի կամ անգլիացու, եթե ոչ մի տարբերություն իրականում չկա վերաբերմունքի հարցում, սրտացավության հարցում ու առաջին հենց գործը ինչի հենց թեև էլի գոռը նշեց, ես էլ պետք է նշեմ, որ երկրորդեմ գոռին, որ ինքը գործը այտենց մի երևելի բան չի, բայց նաև հաշվի առնենք, որ առաջին տպագրված գործն է, այդ կրակ նավթագործարանում է, բայց այստեղ մի քանի կարևոր ոնց որ հենց կետեր կա, որ փաստացի առաջին գործին ինքը կպնում է ու միջև իր երկար կարիերայի միջև ամենավերջը ինքը ունի այդ կետերը էլի, որ ինձ կպնում է, ինչ է, այսինքն անհատը, ով որ հասել է ինչ-որ մեծ հաջողությունների ֆինանսական իմաստով, բիզնեսի իմաստով, իր հոգեկերտվածքը, ինչ ձևի մարդ է, ոնց է նայում մյուսներին ու այն մյուսների վիճակն էլ է հետաքրքիր, այսինքն այստեղ նայեք, եթե վերցնենք ինչի ինքը պրիմիտիվ չի իմ համար էլի անգամ այդ առաջին գործը բայց երևի մի հատ կոնտեքստն ու ընդհանուր ֆաբուլան ասենք տեսեք 1806 թվականին ռուսական կայսրությունը Ադրբեջանը ներկայիս Ադրբեջանի տարածքը գրավում է Պարսկաստանից միացնում է Իրան Բաքվի խանությունը եւ այլն 1846 թվականին ռուսական կայսրությունում կոնկրետ բանում այդ Աբշարոնի թերակղզում Բաքվում գտնում է նավթի առաջի հանույթն է տեղի ունենում Ինձ որում ասեմ ամերիկացիքից էլ առաջ, այն հայտնի բանի կինոն կա, չէ, բանը նավթի, հա։ Այո, the blood ոնց էր, ով էր դերասան, մի քանի հատ Օսկար էր Սեմուել, ինչ էր։ Չէ։ Ինչ որ է, հա, այն հայտնի բանը, Նյու Յորքի գանգստերների բանը գլխավոր դերասան։ Շատ ուժեղ դերասան։ Այո, դրա the blood-ն է կա, կարճ ասած, ռուսական կայսրությունում առաջինն է նավթ հայտնվում, ընդ որում 1846-ին առաջինը նավթը հայտնվում է, այսինքն սկսում է այդ Բաքվի նավթի արդյունահանումը, հետո դրանից հետո իդեպ նույն այդ նավթային մագնատները տեղափոխվում են նաև Մերձավոր Արևելք, Բաղդադ եւ այլն այդ ուղղությամբ, այսինքն այդ փորձով ոչ միայն ռուսական, այլ նաև բաները, դու ասա, արտասահմանյանները, բրիտանացիները, ֆրանսիացիները, ամերիկացիները այդ իմաստով 1872-ին սա մեզ համար շատ կարևոր է, նաև Շիրվանզադեի ու իր աշխատանքների համար շատ կարևոր։ Մինչև այդ պետական մոնոպոլիա նավթի ռուսական կայսրությանն է պատկանում 1872-ին այդ ամեն ինչը մասնավորեցվում է, այսինքն ցանկացած բիզնեսմեն լինի ռուսական կայսրությունում, թե դրսի ներդրող։ Հա, օրինակ Բաքվի ամենամեծ նավթային ընկերությունը պատկանում էր Նոբել եղբայրներին, հայտնի Ալֆրեդ Նոբելի եղբայրներին, Նոբելների ընտանիքին էր պատկանում, որովհետև դա պատկեց հսկայական կապիտալ ունեին, դինամիտի գործով եւ այլն ու ներդրում էին արել նաև Բաքվի նավթում։ Այդ նավթը նաև հանել է պետք է լի։ Այո, հանել, տեխնոլոգիայի հարց կա, ֆինանսական տեղափոխել, վաճառել եւ այլն այդ լիքը տեխնոլոգիաների հարց կա։ Ու 1872-ը, որ պատկասնենք, ինքը 14 տարեկան է բանը, այսինքն Շիրվանզադե 14 տարեկան է, այո, ու մի քանի տարի հետո ինքը Շամախից գնալու է Բաքու Խոպան, եթե այտենց ասենք, որովհետև դե պատկացեք, Բաքուն դառնում է արդյունաբերական քաղաք, Թիֆլիսը արդեն ոնց որ կայսրության բանը փոխարքայության կենտրոնները էլի կարևոր ինքը
ռուսական կայսրության այս տարածքները սենց էր Բաքուն տնտեսական կենտրոններ, Թիֆլիսը մշակութային ու քաղաքական կենտրոններ, որովհետև ադմինիստրացիան այնտեղ էր նստում, փոխարքն այնտեղ էր նստում, բոլորը տեղ էր նստում, Երևան չկա, մոռացեք Երևանի մասին, Երևանը դա սովորական գյուղակահակ է։ Ու երբ որ Շիրվանզադեն երիտասարդ տարիքում տեղափոխվում է Բաքու, սկսում է այդ նավթային բումի վրա, խեմ ասում մասնավորեցումը կարևոր է 1872-ի, որովհետև երբ որ բիզնեսմենները գալիս են թե կայսրությունից թե դրսից, իրենք թե սեփական կապիտալ են ներդնում, թե դրսից կապիտալ են բերում, չգիտեմ ինչ որ տենց ընկերություններ են կազմակերպում, ներդրումներ են անում, ու այդ բումը վայրի կապիտալիզմի իր լավագույն դրսևորումը, էլի բոլոր հնարավոր բիզնեսմենները, չգիտեմ, բախտախնդիրները, խոպանչիները բոլորը լցվում են Բաքուն 1-2 տասնամյակի ընթացքում ուղղակի դառնում է տարածաշրջանի կենտրոնը տնտեսական, թե հարստության կենտրոնը թանգարաններ, թատրոններ, առանձնատներ, վիլաներ, նավթային բարոններ տարբեր ազգերի, թե նաև աղքատության ու չքավորության ու այդ քանի որ պետքա եւ այդ պահներ պետքա շեշտվի, որ երբ որ այտենց մի հատ մեծ կենտրոն է հայտնվում, որտեղ փող է ֆռում, այն բոլոր մարդիկ, ովքեր այդ փողի հետևից պետքա գան, իրանց գյուղերը, գյուղաքաղաքները բան թողնում են, գալիս են այդտեղ, որտեղ այդտեղ հնարավորություն կա գումար վաստակելու, ինչ որ գումար վաստակելու, բայց քանի որ այդտեղ նաև մարդկային ոնց որ բան կապիտալի ինֆլյացիա է տեղի ունենում, այսինքն շատ մարդ որ գալիս է, բնականաբար ավելի էժանով աշխատողներ են սկսում գտնել, քանի որ նաև էլի պետքա հղեմ քեզ, որ վայրի կապիտալիզմը սկսում, այդ բուն հենց իմաստով վայրի կապիտալիզմ բնականաբար ամեն միլիմետրի համար, ամեն կես ցենտ մեկին քիչ տալու համար կռիվ է գնում ու բազմաթիվ են նաև այն մարդիկ, ովքեր ոնց որ բանից այդ լավ նավից, որ լավ տեղ է գնում, դուրս են մնում։ Իրանք կողքերն են փորձում են այդ կրճոններից օգտվեն մի բան ստանան, բայց դուրս են մնում, փաստացի դառնում են անոթի անգամ շատերը բան, այսինքն այդ ընդհանրապես ընդունված բան է, շատերը իմիջիայլոց էլի տենց մի քիչ ուրիշ օրինակ բերեմ, բայց շատերը օրինակ Ամերիկա առաջին անգամ գնալուց կամ ինչ որ նյութ կարդալուց Ամերիկայի մասին ինչ որ նյութ նայելուց զարմանում են էլի որ ասենք Ամերիկա, բայց ինչքան բոմժ կա, ինչքան բան կա, չէ՞, այդ սոցիալական անարդարությունը, այդ բևեռային վիճակը ինչի է տենց ստացվում, որտեղ հենց այդ բանն է, էլի, այսինքն անընդհատ պայքար է արտադրական միջոցները ավելի էժանացնելու, արտադրանքը վերջնական արտադրանքի գինը նվազեցնելու, որ իրանք ավելի լավ գնով վաճառեն ու այդ անընդհատ պայքարի մեջ եթե պետական ռեգուլյացիան ուժեղ չի, իսկ մենք գիտենք, որ Ամերիկայում պատմականորեն այդպես է, որ պետությունը մաքսիմալ քիչ է փորձում մտնի այդ ամեն ինչի մեջ, բնականաբար առաջանում է այդ սոցիալական անարդարության հարցերը ու այդտեղ շատ ոնց որ Շիրվանզադեն հայտնվելով այդ միջավայրում, բնականաբար առաջին բանը, որ ինքը տեսնում է այդ սովորական մարդկանց ծանր վիճակն է, այսինքն։ Ընդ որում Շիրվանզադեի որակը այս առումով Շիրվանզադեի գրականությունը այս առումով մեզ համար կարևոր է ոչ միայն մշակութային, այլ նաև պատմական, այլ նաև սոցիալական իմաստով, որ ինքը գրում է այդ նավթային բումի, այդ մոդեռնիզացիայի, հա, այդ նորարարության ու արդյունաբերության զարգացման միգրացիոն շարժերի մասին ոնց է հայկական տարը գալիս Բաքու, հա, որպես խոպանչի, հետո մնում են նաև բիզնեսմենները ոնց է գալի, ինքը գրում է բոլոր շերտերի մասին, այսինքն իր պատմվածքներում, վեպերում, ստեղծագործություններում, հրապարակությունում մենք տեսնում ենք ամենաստորակարգ չարչի բանվոր աշխատողից, հա, մինչև ամենահարուստներ, այո, ինքը ու իր գրականությունը այդ առումով լավ է, որ ինքը այդ հոգեբանությունն է ներկայացնում, այդ ժամանակի ոնց որ շունչն է ներկայացնում, բարոյական արժեքներն է ներկայացնում, տնտեսական խնդիրներն է ներկայացնում, մարդու ներքին պայքարն է ներկայացնում, բոլոր այդ շերտերով։ Ու այս հրդեհն արդագործանը ոնց է, ինչ որ հարուստ հայ է, որի գործանը այրվում է, հրդեհ է բռնկվում նավթագործանը, գալիս են ասում են աշխատողները գալիս են ասում են բանը հրդեհագործանը, միանգամից գնում է հանգցնելու ու աշխատողներին լցնում է կրակի տակ, ասում է հանգցրեք այս հրդեհը, դե պատկացեք, ասենք 1870-ականներ ներկայիս հրդեհ հանգցնողներ չեն, այսինքն հատուկ ֆորմա չկա, հատուկ տեխնիկա չկա, ոչ մի բան չկա, ջրով են հանգցնում, որ պատկացնեք, իսկ վառվող նավթը ջրով հանգցնել եթե քիմիա փորձ եք։ Այո, եթե քիմիա մի քիչ գիտեք, հիմնականում փրփուրով, ավազով ինչ որ հատուկ տեխնոլոգիաներ կա, էլի ջուրը չի հանգցնի պայլբում, էլի։ Որ պատկաստենք, որպեսի մոտավոր պատկերը տեսնեք, բանը հիշում ես տարիներ առաջ որ վեգան այրվում էր Մալայցիայում։
Ալեքսանյանը, Սամվել Ալեքսանյանը, որ շորերով ինքը ու աշխատողները որ բան են անում, հանգցնում էին բանը։ Հա, իմիջիալոց Շիրվանզադեի ոնց որ կադրերից ելներ էլի։ Այո, ես այդ որ հրդեն ավտագործումը որ կարդում էի, մի անգամից աչքիս եկավ այդ YouTube-ում կա այդ որ Google-ը կգտնեք այդ Vega-ի հանգցնելու պահերը, որ Ալեքսանյանի աշխատողները սովորական շոյերով իր աշխատողներն կրում են դատարկում են այդ պահեստը, որ ավելի շատ չտուժվի, հետո բաներն են գալիս, արդեն փրկարարական հաշվարկներն են գալիս, այդ բաներն են գալիս անում չէ, այդ փրկարար ծառայության այդ հրշեջներն են գալիս եւ այլն ու նույնիսկ հիշում եմ որ զուգար Սամվել Ալեքսանյանը ասում էր բանը ասում էր տղեկ ջան լավ հալցրեք իրիկունը տալու եմ տանելու եմ փարվանա պատիվ տամա այստեղ իմիջիալոց էլի այդ մարտն էլա տենց էլի փորձեր անում ասում հանգցրեք ձեզ լավություն կանեմ փող կտամ հագցրեք փող կտամ այդ անընդհատ այդ բանը այն մարդը որը փաստացի ապրելով այդ միջավայրում իր համար օրինակ փողը ունիվերսալ արժեք է ինչ որ բարձրագույն արժեքն է ու ինքը կյանքի ու փողի մեջ ոնց որ մարդկանց իր այդ կարծիքով բոլոր մարդիկ պետք է ընտրեն փողը այսինքն գնացեք մեռեք փող կտամ ընտանիքներին փող կտամ ընդ կեսից ժողում է որ մեռնելու են ասում դե ընտանիքներին փող մի խոսքով մարդկանց ղրգում է մեռնելու այն բանով որ ես ձեզ ինչ որ մի երկու կոպեկ փող կտամ այն մարդու մտայնությունն է որը կարծում է որ փողով ամեն ինչ հնարավոր է լուծել Իմիջիալոց էլի մի հատ Փողովը չափում է, որտեվ ասում է գորբանը, այսա պայեսներս կայրվեն, այսա մինուս կթամ, այսա կտուժեմ, հասցրեք, հանգցրեք, խեք կանգնեն նայում, այսինքն ինքը այդ բանը նայում է, որ իր այդ սա կառուցվածքը փլուզվում է, ընդ որում կողքի գործարանատերերն էլ իրանց աշխատողներին, ոնց որ իրանց համբալներն են ուղարկում հանգցնելու, բայց անշուշտ մտածում որ գրակը չտարածվի իրանց վրա, այսինքն այդ կոլեկտիվ ոնց որ պատասխանատվություն, ընդ որում նույնիսկ այդ օրինակի հիշեցինք Ալֆրեդ Նոբելին իրանց ընտանեկան բիզնեսը որ Բաքվի ամենամեծ մասնավոր ընկերություններն ավտի, որ ասում էին Նոբելին դիմի, Նոբելի գործանում ամենալավ պոմպերական, ամենալավ հանգցնելու բաները կան, իրանցից վերցրած, այստեղ ոնց որ տեխնոլոգիայի այդ ժամանակի տեխնոլոգիան, այդ ժամանակի ոնց որ արդյունաբերությունը դա էլ է, էլի մի անգամից բան անում, էլի մի անգամից բռնում է։ Ու այդտեղ ինչ էլի մի հատ հետաքրքիր զուգահեռ անցավ մոտս, այս վերջերս Ամերիկայում այս աճ շրջադարձի շրջանակներում ամերիկացիները սկսել են էլի կինոներ նկարել, սերիալներ նկարել, այդ հիմնականում The Landman-ը, The Landman-ը Տեխասի այդ իրավիճակի մասին, այնտեղ մի հատ կար սերիալ Բիլի Բոբ Տորնտոնն էր գլխավոր դերակատարը, որը հենց այդ նավթա միլիարդատերերի ոնց որ կամակատարն է ու այդտեղի տերն ու տիրականն է ոնց որ այդտեղի հարցեր լուծողն է ու հենց առաջին սերիայում կարծեմ հենց էլի հրդեհ է բռնկվում ու իր տղան էլ համարյա մահանում է, այսինքն այդ իրավիճակը ոնց որ այդ էլի ինչ որ ձիկի զապտոտ ինչ որ բան կա այդ ամեն ինչի մեջ որ մարդիկ գնում են ասեմ բաց ձեռքերով ոնց որ ինչ որ բան վերցնել փող վերցնելու էլ այսինքն այդ կռիվն է ու այդ ժամանակ ոնց են պահում իրանց տարբեր մարդիկ ու դու տեսնում ես նաև այդ Landman-ի լավը որն էր զուգար ինքը իսկ նախ լավ սերիալ է, հատկապես առաջի սեզոնը, երկու սեզոնը նկարվել էլի, որտեղ որ մարդիկ գիտեն ռիսկերի մասին, այսինքն այդ սովորական աշխատողները գիտեն ռիսկերի մասին, որ տենց շատ ապահով գործ չի, միգուցե շատ օրինակ ինշուրանսի հետ կարող խնդիրներ լինեն, շատ ինչ որ զարգացած չէ այդ բաները, այսինքն այդ անվտանգության մոդելները, որովհետև որ մի քիչ շատ զարգացնես, ինքը շատ ավելի թանկ կլինի, բիզնեսը թանկ էլի այդ իմացած վիճակն է, էլի որ ռեգուլյացիան տեն շատ ուժեղ չի, այսինքն ինչ որ բանով, ասենք, չգիտեմ, կաշառքով բանով համոզում են, որ ամեն ինչ լավ է, բայց ասենք նոյի թվի տեխնոլոգիաներ են, մարդիկ էլ որ ոնց որ ընդունվում են այդ աշխատանքի, հա, ու այդ Բիլի Բոբ Տորնտոնի հերոսը որ ոնց որ գլխավոր մենեջերն է փաստացի կամպանիայի հետ իմաստով գործառնական ֆունկցիոնալ հարցերով տեղի ցարիկն է այո ու բան է էլի այսինքն այդ մարդիկը գիտեն ռիսկերի մասին բայց այդ աշխատանքը ոնց որ այդ իրանց միջավայրում պետք է այլ տարբերակ չունեն այսինքն այդքան մեծ փող եթե օրինակ հատուկ կրթություն չեն ստեղծել հատուկ մասնագիտություն չունեն որ շուկայում պահանջված է իրանք այլ տարբերակ չունեն այդպես փող աշխատելու այսինքն այդ մարդիկ սովորական մարդիկ որ ոնց որ խոպան չեն եկել ընդ աշխատելու իրանք ռիսկի գիտակցումով են այո ռիսկի գնահատումը կա ռիսկի գիտակցումը կա շատ տարածված այդ ռիսկի ընկալումը մարդիկ գրեթե ամեն օր ապրում են որպես վերջի օրով եւ նույնիսկ իրար մեջ խոսում են որ լավ եթե գոնե մանամ գոնե չգիտեմ կնոջս երեխեքից բան կտա էլի ապահովագրական ընկերությունը մի քանի միլիոն կտա գոնե բան որը տենց էլ լինում է մի քանի դեպքերում էլի ու որ նայում ես ասենք շատ չի անցել չէ ինչա մի 200 տարի անցել կամ ավել
ու նայում ես Շիրվազյանը ոնց է դրա մասին գրել, մտածում ես որ ոնց որ մենք մեր լենդմենը նկարեինք, օրինակ, այսինքն այդ առումով ես դու տեսնում որ ինքը ուժեղ եվրոպական գրականություն է, ուժեղ համաշխարհային գրականություն է, այդ թե մարդկանց դիրքերից, որովհետև այդ հրդեհի այդ փոքր պատմված կա, բայց օրինակ այնտեղ այդ հրդեհ շիջողների առաջի խումբը որ մահանում է փլուզումի տակ է մնում, հետո որ ինչ որ ջահել տղեն է գալի հորը ման գալու համար այդ փլուզման տակից, որ այդ պահին այնտեղ նավթագործանի տերը ասում է հանգցրեք ժամանակ չունենք ու տղեն որ ասենք ուզում է հոր հետ վերջին բանան հոգեբանական բանը կա, որովհետև ինքը միաժամանակ ոնց որ պատմվածքը գրում է թե սեփականատիրոջ հայացքով, թե սեփականատիրոջ դիրքից, որն է իր համար կարևոր, թե այն սովորական մարդու աճ, բատրակի թե կուզես համբալի դիրքից, որ այդ պայն ոնց որ հորն է գալի փրկի գոնե մասունքները հանի, աղբորնա ձեն տաղի, բայց նաև գիտեմ որ վտանգերով, բայց նաև հանգցում են, դե որովհետև իրանց աշխատանքն է։ Ի վերջո որ այդ գործանը վարի գնաց, իրանք էլ աշխատանք չեն ունենալու, էլի, այսինքն նույնիսկ այդ բանը չի որ Տերը ասում է դուք հանգցրեք ես ձեզ փող կտամ։ Հա, այդ իմաստով էլի հետաքրքիր մի հատ բան կա, ինչի ինքը պրիմիտիվ չի, այսինքն այստեղ առաջին հասի կարա թե պրիմիտիվ, ասենք զզվելի մարդ է այդ Տերը, ոնց որ մարդկանց ուղարկում մեռնելու իր կապիտալի համար, բայց նաև այդտեղ կա հենց այդ հերոսի կերպարը, ով վազում է ու ասում է այդ հրդեհի մասին։ Հրդեհի մասին ինքը ասում է, դե Տերը արագ նստում է բանը, կառքը, արագ սլանում է, ինքը ոտքով սկսում է շարունակել ու մենակ ճանապարհի կեսին, այսինքն ինքը արդեն եկել է այնտեղ հետ գնալու կեսին, ինքը հիշում է, որ իր հերը ու աղբերը փաստացի այդ հրդեհի կիզակետում են եղել, բայց ինքը այդ վիճակում առաջինը մտածել է Տիրոջը ասելու մասին, այսինքն այդ բանն էլ կա, էլի, այսինքն մարդկային բանի ինչ վիճակ է մարդկանց մոտ, որ այդ Տիրոջից վախը գործի համար վախը, սոցիալական վախը թե կուզես, այդ դրա համար մարդը կարա մոռանա իր հորն ու եղբորը, որոնք այդտեղ մեռնում են փաստացի, ինքը կարար առաջինը փորձեր գոնե իրանց օգնել, նոր գար, բայց ինքը այդ վախը Տիրոջից այնքան մեծ է, այդ բանից, որ ինքը վազում է առաջինը Տիրոջը ասի, հետ գալու ճանապարհի կեսից նոր հիշում է, որ այնտեղ իր հետն ու աղբերներն են։ Այսինքն այդտեղ էլի դասական կապիտալիստական ժամանակաշրջանի գրականություն է, բայց այդ հոգեբանական տարերով, մարդկային էվոլյուցիայի տարերով, այդ էթիկայի, չգիտեմ, այդ այսինքն որ կարդում ես, տենց Չեխով կարած գտնես, Զոլա կարած գտնես, ինքը միանշանակ չեն, էլի կերպարներ, այսինքն ունեն նախ ներքին հայացքներ ունեն, մտածում են, փորձում են հասկանալ, այդտեղ այդ իմաստով այս գործը թեւելի ասացինք, որ այդքան էլ հավանելու բան չէր մեր համար, բայց ինքը անգամ այդ վիճակում է ուժեղ ու հետաքրքիր, ել չեմ ասում մյուս գործերի մասին, որ հիմա խոսելու ենք, այդպես որ Շիրվազադեն իմիջիալով բեղուն գրող է, շատ է գրել, ու ոնց որ հնարավորություն է տալիս, ոնց որ երկարաժամկետ, ոնց որ հաճույք ստանալ, էլի, այսինքն կարաս ամբողջ կյանքի ընթացքում կարդաս իրան, էլի։ Կամ օրինակ այն ֆիլմերում որ նայում ենք, չէ, Զալատա բաներ կա, չէ, այդ ամերիկյան Wild West կինոներում որ կար, այդ Զալատալի խարատկան կար, չէ, որ այդպես հազարներով լցվում են։ Ոսկի տենդի ժամանակ։ Այո, նույնը օրինակ մի հատ փոքր պատմած կունի Շիրվանզադեն, որը սրա հետ զուգահեռ գնում է, էլի, կոչվում է Թիֆլիսի յանկիները, հենց տենց տարածորեն Թիֆլիսի յանկիները, որտեղ նկարագրում է կաֆեում մի դիպված, որ Թիֆլիսում ուրեմն լիքը ոնց որ ձեռնարկատեր են հավաքվում, փող ունեցող, փող չունեցող, շուստրի տպեր, ինչ որ տենց ինչ որ բիզնեսներ անող, որոնք բան են անում, պետությունից հողեր են գնում, այդ բանի էլի Բաքվի այդ ոնց որ նավթային կենտրոնի տարածքում, որ գնան ու սկսեն բան անել, արսենահանում անել, տենց բախտները փորձել էլի կամ կշահեն կամ չեն շահի, կամ կարստանան կամ չէ, ու զրույց է գնում, որ մեկը ոնց որ պետական աջուրտով հող շահում է, մյուսը չէ, ու իրար սկսում են մեղադրել, այն մեկը ասում է դու թանգով ես առեմ, գիտես ոնց որ կապիտալիստական ընկերակցությունն է, պատկացա որ բոլորը փողերը գցվեն միտեղ, հետո կառավարիչ չընտրեն, ինքը այդ փողը վերցնի, գնա այնտեղ բիզնես դնի։ Այն մեկը մյուսին ասում է այդ փողերը որ վերցել ես այդ մարդկանց թանգով ես հողը առե, այդ բիզնեսը չես կարող անես, սկելու ես այդ մարդկանց կորցնես, այսի պատասխանը ասպա դե մեկը այն փողը չի, էլի, հիմա տենց ոչինչ, հիմա կստացվի, չէ, ու հաջորդից դիպվածում շատ փոքր պատված է, բայց հաջորդից դիպվածում այդ մեղադրողը որ ինքը չէր կարացել հողը առնել ու ով որ հողը առել էր դրան էր մեղադրում, իրան են գալի արդեն ասում են բա դու ես արդեն հաջորդ էպիզոդում այդ մեղադրողը ինքն է թանգով հողը առնում գնա ապրես որ գնա էլի հողը առնի բանանի արդեն իրան են դա մեղադրում ասում են ախպեր դե թանգով ես առել բայց այդ բիզնեսը չես կարող անես սկսեք այս բան ունին պատասխան է տալի ասում դե մեկային փողը չի էլի կոպիտ ասած այսինքն մենք տեսնում ենք այդ նավթարարության բումը
կայսության մասշտաբով, տեսնում ենք այդ կոնկրետ տեղում իրավիճակը ու տեսնում ենք օրինակ Թիֆլիսում ոնց է այդ Բաքվի բանի այդ նավթի տենդի վրա աշխատող մարդկանց հոգեբանությունը, այսինքն ինքը օրինակ որ այդ իր գրական ժառանգությունը կա, պատվաստները կա, հրապարակախոսությունը կա, որ զուգահեռ բոլոր շերտերին ցույց է տալի, այսինքն արդեն գործող նավթահանքի տիրոջ իր աշխատողներին, ընդ որում գործակատարներ կարող է լինեն, հենց բանվորներ կարող լինեն, ու զուգահեռ ասենք Թիֆլիսում մարդկանց, որոնք հենց այդ բային փող են ավարտում ու գնան էլի զրոյից կսեն, այդ առումով շերտերը շատ լավ է, էլի։ Իմիջայլոցը էլի այտենց հետաքրքիր մի հատ բանի կպար, որ այդ ժամանակվա ոնց որ Թիֆլիսի հետ որ կենտրոնը լինելով, ոնց որ ինչ տիպի խառը ազգեր են, այսինքն բոլոր ազգերից կա ու այդ ազգային բանը էլի Ստեղ մենք տեսնում ենք այդ մեր այսօրվա բանով մի քիչ այդ հայ, վրացի, թաթար, մյուս այդ բաները շատ ոնց որ հստակ տենց բաժանումներ են, ճշտամության երկարդարյա ինչ որ բանի, բայց կարելի ասել որ այդ թվականներին հələ ինչ որ ուրիշ մի հատ վիճակ է, հայերը իմիջայլոց շատ են, բավականին ընդհանուր այդ ներկայացված թե որ բիզնեսի մեջ, թե չգիտեմ, գիտության մեջ, թե կառավարման մեջ անգամ շատ են ներգրաված ու մի քիչ ուրիշ իրավիճակ է, էլի այդ իմաստով էլ որ հիմա համեմատում ենք այսօրվա մեր տարածաշրջանի հետ, էլի տարբերությունը մեծ է, մենք տեսնում ենք թե ինչքան այդ իմաստով նաև հետընթաց է ունեցել հայկական տարը այս տարածաշրջանում, էլի ինչ տիպի ինքը ու Շիրվանզադե այդ բոլոր գործերը որ կարծում ես, գիտես մտածում որ կարա օրինակ այդ Landman-ի պես սերիալ նկարվի, Շիրվանզադեի տարբեր էպիզոդներով, չէ՞։ Ունիվերսում կարա դառնա, այսինքն քանի որ ինքը բոլոր շերտերի մասին գրել է, Բաքվի մասին գրել է, Թիֆլիսի մասին գրել է, չգիտեմ, այդ Շամախի մասին գրել է, ընդհանուր տարածաշրջանի մասին գրել է, այդ ժամանակը լավ է նկարագրել բոլոր կողմերից, էլի։ Այսինքն նավթարդյունաբերողն է, իր աշխատողն է, գործավարն է, համբալն է, ընդ Թիֆլիսի այդ տենդը անողներն են, զուգահեռ օրինակ աղքատ դրամատուրգա, որովհետև դե հարստությունը լցվել է Բաքու, թատրոններ, բանը, օպերաներ եւ այլն, այդ բոլորի ժամանցը սպասարկողներ են, չէ՞ պետք լինելու, այսինքն գրողներ են պետք լինելու, դրամատուրգներ են պետք լինելու, թերթեր են պետք լինելու, այդ թերթերը գրելու են տարբեր թեմաներ։ Քաղաքական բաներն է սկսում այդ ժամանակ ակտիվ անալ։ Ու դու որ կարդում ես այդ տարբեր սոցիալիզմ բան, հա։ Ու դու որ կարդում ես, որովհետև այո, սոցիալիստական շարժումն է գնում, այդ մարքսիստական շարժումն է գնում, որովհետև բանվոր դասակարգ առաջանում, այդ բանվոր դասակարգին պաշտպանել պետք նույնիսկ Ստալինի հայտնի նկարները կա, որ Ստալինը որպես ագիտատոր, հա, Կովկասում առաջինը սկսում է Բաքվից։ Այդ շատ երիտասարդ ժամանակ էլի հələ առաջին Բաքուն հա Մաքուր եթե սոցիալիստական բանով վերցնենք Բաքուն այն քաղաքն է այս տարածաշրջանում որը ամենապայթունավտանգը որտեվ ամենաշատ բանվոր դասակարգը ընդեղ է որտեվ պրոլետարիատը ընդեղ է ընդեղից պետք է սկսի ինչ որ իմաստով նույն Շահումյանը նույն Բաքվի կոմիսարները նույն հայկական շարժումը հա իրանք առաջինը ոնց որ հենց կակրած Բաքվում են հաղթում հետո իհարկե պարտվում բայց հա որտեվ ընդեղ է բանվոր դասակարգը ընդեղ պիտի գնան բարանեն էլի ու որ կարդում ես այդ ամբողջ Շիրվանզադեի ժառանգությունը գրականություն ու ջոգում ես որ կարա հանգիստ մի քանի մասանի մեծ սերիալ լինի ունիվերսը էլի ջոգիր այդ ժամանակի ամբողջ ունիվերսը մար ինքը սաղ նյութը գրել է բոլոր կողմերից այսինքն դու զուգահեռ կարաս ունես կինո նկարես որ բոլոր կողմերից ցույց տաս էլի այդ ամեն ինչը խելքը գլխին սցենարիստ լինի որ այս ամբողջը կարդա ոնց որ մի հատ իր ուղեղի մեջ պտտի կարա մի հատ հոյակապ իրոք էլի երկար սերիալ դու այդ որ բանը որ կարդում ես այդ Թիֆլիսի յանկիները որ մտածում են փող ճարենք տանենք ներդրում անենք թեկուզ սակենք ոչինչ մեր փողը չի զուգահեռ օրինակ զուգահեռ մի հատ պատմվածք ունի լուրերա բանա կոչվում ցենզը եւ մարտնա կոչվում ինչ է օրինակ նույն այդ յանկիներից մեկը պատկեց այդ բախտ մորոնոնես մեկը ուզում է Թիֆլիսում քաղաքային խորհուրդ պիտի ընտրվի այսինքն այդ հավաքանի պիտի ընտրվի ուզում է հավաքանու անդամ դառնա բայց այնտեղ քանի որ ռուսական կայսրությունը ցենզով էր դու պետք է ինչ-որ կարգավիճակ ունես այսինքն կամ պետք է ազնվական լինեիր կամ բուրժուա լինեիր կամ ինչ-որ գիլդիաների առևտրական գիլդիաների գրանցված լինեիր որ ընտրվեիր Թիֆլիսի քաղաքային խորհուրդ ու այս բախտախնդիր մեկը բոլոր տեղերով գնում է այսինքն սկզբում ինչ-որ աղքատների ժողովա գնում հետո հարուստների ժողովա գնում ու ուզում եմ մի հատ հատված կարդամ այդ հարուստների ժողովից որ ժամանակի շունչը պատկերացնենք էլի ընդհանուր այդ խառնարանը պատկերացնենք էլի որովհետև շատ կարևոր է այդ մասով էլի հասկանալու համար թե ինչի մասնագրում ուրեմն ինչ ասում ասում Լոթիների ժողովից, այսինքն այդ աղքատների այդպես սովորական մարդկան ժողովից, լոթիների ժողովից գնացի իսկույն հաստափորների ժողով։ Այստեղ արդեն ամենքը ցենզավորներ էին եւ ինչ ցենզավորներ, բանկիրներ, դրամատերեր։ Սկզբում ինձ ընդունեցին արամարանքով, բայց ես մի սուտ փչեցի, ամենքը վախեցան։ Ես ասացի, որ 395 ընտրող ունեմ, ձեն բերող է, էլի, ձեն բերող է, այդ հիմիկվա այդ շատ է, չէ՞ բռնում։ Եվ ում ուզեմ, նրանք պետք է ձայն տան։
այդ ժամանակ մի քանիսը Նուսնուսովին բոթեցին, Նուսնուսովը երևի այդ հաստափորների ժողովի ոնց էր բանա գլխավորն է, էլի։ Այո, որ ինձ ասեցին այլևալի ցուցակի մեջ մտցնեն։ Ձեր ապագա գործնեության ծրագրամը դարձավ ինձ Նուսնուսովը։ Առաջինը քաղաքագլուխ կընտրեմ ձեզ։ Իսկ վարչության անդամներ ձեր քենակալին եւ ձեր աներոջ որդուն։ Ինչ առաջարկություններ անեք, կընդունեմ, երբ որ ասեք այո, կասեմ այո, երբ որ ասեք ոչ, կասեմ ոչ։ Տեղը եկած ժամանակ Ղարաբաղցիների հերը կանիծեմ, տեղը եկած ժամանակ կփառաբանեմ։ Եթե հանգամանքները պահանջեն վաճառականների դեմ կկռվեմ, եթե ոչ, նրանց խունկ կծխեմ։ Երբ որ կասեք բուն Թիֆլիսի պատվավոր գերդաստաններից մեկի կինը կծել համեցեք գրիչս ձեզ, այսինքն գրվի վրով էլի, այդ թուքումուր թերթն է, էլի։ Իսկ երբ հրամայեք գովել, ձեր խոնար ծառանեմ։ Բավական է։ Ինչ-որ մարդկանց է հիշացնում։ Ասա բավական է, դուք արժանավոր քաղաքացի եւ նշանավոր գործի ծրագիր ունեք։ Ասացին ինձ 4 կողմից, դուք կընտրվեք։ Էս էլ ոնց է շատ բաց առևտուրն է, էլի, այդ քաղաքական բաց առևտուրը, որ այսօր կատարվում է, հենց հիմա փակ ձևով է կատարվում, բայց այդ է, էլի, փաստացի, ասենք, պետք է այսօր կգոռամ ոնց որ Արցախը Հայաստանը եւ վերջ, վաղը հակառակը, ասենք, չգիտեմ, երեք նկարներ էի գցել բանում Աղդամում, որ էս իմ հայրենիքն է, բան, այսօր կասեմ, այդ ինչ գցեցիք ջեբես, Ղարաբաղցիները փախան, բան, մի խոսքով ուզում եմ ասեմ, այդ բանը քաղաքական առևտուրը ոնց որ Շիրվանզադեն շատ սիրուն ու լավ ոճով երկիծական բերումա ցույց է տալիս էլի։ Բաց նյարդը էլի ավելի ճղած որ լավ տեսնեք մի անգամից, այսինքն հիմա երբ որ մի գործողությունը 5 տարի առաջ ա եղել, մի գործողությունը հիմա մարդիկ այտենց հավես չունեն էլի շատ խորանան։ Կարան մոռանան, կարան ուշադիր չլինեն էլի կոնկրետ դեմքերը չհիշեն ով ինչ էր ասել, բայց հիմա այս Շիրվանզադեի գործում ցույց է տալիս, որ ի սկզբանե առևտուրը ոնց է սկսում էլի, այսինքն դու ցույց ես տալիս քո որ պրինցիպներ չունես ու շատ ցանկալի բան ես դառնում։ Որ ասում ենք, չէ, յունիվերսիումը, տես օրինակ էսի Թիֆլիսի քաղաքային խորհուրդն է որ պիտի ընտրվեն, հետո մի անգամից մի ուրիշ պատմվածք ունի արդեն լրագրության ժանրից։ Լրագրողների ոլորտից, լրագրողների ու ոնց է սկսում, ասում է ժողովները վերջացան, ընտրությունները նույնպես, այժմ բոլոր պրոպագանդիստները եւ հռետորները սկսել են սառը բաղնիկ ընդունել իրենց տաքացած գլուխները մի քիչ հովացնելու համար։ Խոսքերն ավելորդ։ Այո։ Այս պետքա թողես էլի։ Ու հետո ասում որ այդ ընտրությունները որ վերջանում են բաները պրոպագանդիստները գործանում, պրոպագանդիստները դառնում են գրող։ Դառնում են գրականության մաս, այդ ֆիելետոնի շարունակությունը։ Հետո մի հատ էլ հատված կա այնտեղ էլի գրականության հետ կապված հիշում եմ որ գրել էր որ բոլոր հայերը գրողներ են դառնալու հեսա։ Հա, կարամ նույնիսկ կարդամ, հանել եմ այդ շատ հետաքրքիր էլի։ Ասма հիացած եմ, չգիտեմ ինչպես արտահայտեմ իմ ուրախությունը հայ գրականության այդ արագ զարգացման մասին, երևակայացեք 6 ամսում ծնվել է 6 վիպասան։ Ոչ մեծած կարծեմ աշխարհից երեսին ընդունակ չէ։ Իսկ հայոց ազգը ծնում է, այն էլ առանց երկունքի, առանց անել մանկաբարձուհու։ Հապավորազգն է ունի այդպիսի ստեղծագործական հանճար, որ ազգը կարող է տալ կես տարում այդպիսի վիպասաներ, որպիսիք են ու անուններն են շատ բան, էլի, Ասքանաս Փամբակեցի, Ապրիլյան Գրիգորյան, Սեպուհ Տեր-Զաքարյան, Արշակ Թումանյան եւ այլն։ Ու շարունակում է ասում է, չէ որ ամեն օր ծնում են ֆրանսիական падգամավորների ժողովներում բուլանժիստներ, այլ հանճարներ, իսկ մեզ մոտ ավելի արագ։ Ես կարծում եմ, որ եթե մեր գրականությունը այս չափով զարգանա, 50 տարուց հետո բոլորը հայ վիպասաներ կլինեն եւ քնարերգներ կդառնան։ Այ երանելի ժամանակներ կլինի, բայց հետաքրքրական է իմանալ, թե եթե ընթերցողներ կմնան, թե բացի գրողներից ոչինչ էլ չենք ունենա։ Ուժեղ է։ Ստեղից կարելի է կպնել մի անգամից մյուս բանին, այն գաղափարի գերին, որը էլի հետաքրքիր գործ է շատ։ Իմիջիալոց Շիրվանզադեի գործերը որ կարդում եմ, մի հետաքրքիր բան կա, որ հայկական հայ արձակի մեջ մենք միշտ իմ սիրած գրողները, գործ չգիտեմ քոննել էլ կքննարկենք այդ հարցը, միշտ լեզվի վրա են կենտրոնացած, սյուժեն այդքան ոնց որ ունի իր նշանակությունը, բայց լեզուն ոնց որ հաղթած լինի, էլի, ու շատ մարդիկ, օրինակ ես շփվելով շատ մարդկանց հետ, ովքեր ընդհանուր զարգացած են, սիրում են համաշխարհային գրականություն, սիրում են կարդալ, բան հայ գրականությունից մի տեսակ այդ ներսրտած են, չեն սիրում այդքան, հենց այդ պատճառով էլի, որ ինքը սյուժեների մասին չի, մանավանդ այսօրվա հայ գրականություն, ինքը ավելի շատ լեզվի մասին է,
բառախաղերի մասին է, իմաստների որոնման մասին է, մենակի գրականությունն է, ոնց օրինակ Վանոյի մոտ բանել, այդ ուղղությամբ ավելի զարգացել մեր գրականությունը, իսկ մարդիկ փնտրում են սյուժե։ Սիրում են սյուժե կարդալ, այդ իմաստով Շիրվանզադեն երևի թե մեր ամենաուժեղ սյուժե գրող հեղինակն է, լեզուն էլ իր շատ ֆունկցիոնալ է, այսինքն ինքը կարողանում է իր լեզուն տեղավորի սյուժեի մեջ, կարողանում է այդ սյուժեն տեղավորել լեզվի մեջ կամ չեմ կարող ասեմ որն է ավելի բան, բայց իր մոտ սյուժեն ոնց որ ավելի տանող թեմա է ու սոցիալական բանը այդ իմաստով նաև ինչ որ իմաստով հիշեցնում է Դաստոևսկուն, որի մոտ էլ չկա, ասենք լեզվի խնդիր, Դաստոևսկին երբեք չի դնում կարծես։ Անկամ եթե լավ ուսումնասիրողները Դաստոևսկու սխալներ են գտնում բազմաթիվ սխալներ են գտնում, հերոսների անունները մոռանալ բան են գտնում, այդ իմաստով Շիրվանզադեն այդպեսին չի, բայց նկատի ունեմ այդտեղ ցույց է տալիս, որ ինչքան ավելի կարևոր է այդ սոցիալական մասը, գաղափարի մասը լեզվից։ Այդ իմաստով Շիրվանզադեն այդ տիպի գրող է, որը ավելի շատ գաղափարի մասին գրող է, ու այս գործը հենց գաղափարի գերին մի չստացված գրողի մասին է, որը արդեն 45 տարեկան է, գործողությունները որ սկսում են 45 տարեկան, արդեն ոնց որ այն հերոսն է ասում իրան, ասենք ծերության սկզբի մեջ ես էլի, արդեն 45 տարեկան ես, այն ժամանակ 45-ը Աներձակն է, հա, կնոջ ամուսինը հայկական թատրոն ստացվավ։ Կնոջ բանը, կնոջ եղբայրն է, որը ասում է ոնց որ արդեն ծերության բանին ես էլի, սկիզբն ես մտել, մի հատ խելքդ գլուխդ հավաքի, ինքը ասում է ես 25 տարի է ստեղծագործում եմ ու ոչ մեկ չի կարդում իմ գրածները, որովհետև բթամիտ են, որովհետև չեն կարողանում հասկանալ ու այդտեղ այդ չստացված գրողի մասին է, որը ամբողջ աշխարհին պատրաստ է մեղադրել իր անհաջողության մեջ։ Իր ամբողջ շրջապատը տանջվում է իր անհաջողության պատճառով։ Ու ինչքան շատ են այդպիսի մարդիկ, մենակ ոչ թե գրականության մեջ։ Կինը, երեխաները էլի, որովհետև այդ սկսում է նրանից, որ ուղղակի չի աշխատում, չի կարում գրքերը ծախի, որ գրում է իր համար ապրում է ազատ բոհեմական կյանքով թեկուզես, տունը փող չի բերում, կնիկ երեխեքը սոված, երեխեքը ցնցոտիների մեջ, ինքն էլ սաղորը թափառում է, գնում է գրախանութ, ասում է հա մի հատ ծախվեց գիրք, ասում է չէ, ասում է բայց 60% բան կոմիսիոն կտամ, ասում է գրախանութի ծախողը, ասում է ուզում ես 90 տուր, մեկը չի ծախվում էլի, տենց գնա, ինչ ես ուզում էլի, տենց։ Սոված ծառավ մանա գալիս է տուն, կնիկ ասում է հա մի հատ գործ արի, երեխեքիդ պայես թե չէ, ու տենց հա, ասում ու ինքը իրան համոզում է, որ ինքը չգնահատված հանճար է։ Իրան չեն հասկանում մարդիկ բթամիտ են, հասարակությունը բթամիտ է, նեղմիտ է, խավարամիտ է եւ այլն եւ այլն։ Թշնամիներ կան, ովքեր վախենալով իր հզորությունից, իր գրչի հզորությունից անընդհատ իր դեմ իմիջիալոց ես քանի որ այս ոլորտում ոնց որ վաղուց կամ գրականության բան, այդ շատ տարածված բան է, այն մարդիկ ովքեր անընդհատ ստեղծագործում են ու հաջողության չեն հասնում, իրենք պատրաստ են, դե քանի որ ստեղծագործողել են, այսինքն բանը երևակայությունը բուրըն զարգացած է, էլի, արդեն սկսում են հորինել ինչ որ մարդկանց, ինչ որ խմբերի, որոնք իրենց դեմ են, որոնք պայքարում են իրենց դեմ, որ թայֆայականությունը ուրիշներին առաջ են բրթում, իրան հատուկ սպանում են, որովհետև ինքը ամենաուժեղն է, բոլորին կհաղթի, բան, այդ մտայնությունները, այդ բանը, ոնց կարելի ասել, ինչ տեսություն էին ասում, դրան այդ բանի տեսություններ, այդ ոնց են ասում դավադրությունների տեսություններ են սկսում հորինել բան, որ իրենց դեմ աշխատում է ամբողջ աշխարհը, որ իրանք հայտնի չդառնան, ուժեղ չդառնան, չստեղծագործեն, իրենց հոյակապ մտքերը չհասցնեն ու մի վարքյան իրենց ուղեղի միջով չեն հասկացնում, որ կարող է ես լավ գրող չեմ։ Այդ շատ կարևոր բանը կասկած է, որ ցանկացած մարդու մոտ պետք է իմ կարծիքով լինի, էլի, որովհետև այդ շիզոֆրենիայի հասնելը այս ուղղությամբ շատ հեշտ է, եթե դու չունենաս այդ քո ներքին բանը, որ ախպեր մի րոպե կարող է ես եմ մի բան սխալ անում, շատ հեշտ է տրվել ու բոլորիս համար եմ ասում իմիջիալոց, էլի, շատ հեշտ է տրվել այդ խաբկանքին, էլի, որ ոնց որ կողքիներս դեբիլ են, դրա համար ինչ չեն հասկանում, ասել եմ մի հատ կարող է դու ու այս ընկերության խենք մենք այնպես գործ ընտրել, խենք այս թեմաները խոսում, որովհետև ինքը մենակ գրելու մասին չի։ Մենք կարաս չգիտեմ, կարաս հաղորդում անես, կարաս ոդկաստ անես, կարաս YouTube-ով ինչ-որ թեմատիկա վարած, կարաս բլոգեր լինես, կարաս ինչ-որ քաղաքական գործիչ լինես, քաղաքական գործիչներ։ Այո, հանրային ոլորտում հանրային կարծիքի հետ, աուդիտորիա հետ կարող աշխատես, շատ քիչ ոնց որ շատ քիչ օրինակ չգիտեմ
դիտումներ ունենաս, նույնիսկ դիտումներ չի, արձագանքներ ունենաս, քննադատություն ունենաս կամ չունենաս ընդհանրապես, ու ասես դե բանը, ես այնպես մակարդակ եմ գրում, որ այդ դեբիլները ինչ կասեն, ես բանը, սաղի համար չեմ գրում, էլի, Այդ ամենահեշտ ճանապարհն է, էլի։ Պաշտպանական ռեակցիան կա, էլի, ես սաղի համար չեմ գրում, դե բանը, մերը կամ բանը, մերը բան չի, ասենք մերը պոպուլիստական չի կամ մերը տենց դե պոպուլար չի, որովհետև դե մենք լուրջ բաների մասն ենք գրում, այդ դեբիլակույտը ինչ է հասկանալու։ Այո, դեբիլակույտը ինչ է հասկանալու։ Մերը տենց դե մենք բանը ընտրախավի համար ենք գրում, էլի, ինչ որ նիշվի բան է, էլի, մերը այդ ինքնաբացատրությունը կա, այսինքն ինքնաարդարացում, ինքնաբացատրությունը կա, որը մեր հերոսը, այս գաղափարի գերու հերոսը Միսակ Ավալյանը ամբողջ այդ ընթացքով տանում է, պատմվածքի ամբողջ ընթացքով տանում է, ընդ որում այնքան է խորանում, որ նույնիսկ ստեղ բամբասմա, որ կնիկն է հենց այդ դեբիլների դեբիլ է, այդ հասարակության խավարամտության, դեբիլության ու նեղմտության մարմնացումը, որ իրան չի հասկանում։ Ու իսկական կոնֆլիկտը գալիս է այն ժամանակ, երբ որ կնոջ աղբերել չի դիմանում, գալիս է ու սկսում է այդ ամեն ինչ ուղակի դեմքին ասել, շատ կոշտ ձևի։ Այն ինչ որ Միսակ Ավելյանը ինքնախապեյությամբ զբաղվում են, ինչ որ Միսակ Ավելյանը ասում է, որ բոլորը չեն հասկանում, ես տաղանդ եմ եւ այլն, մի քիչ էլ եւ իմ տաղանդը ոնց որ կծաղկի, հենց դեմքին ասում է, մի քանի մեջբերում կարողանամ, ասում է, խոսքն այն մասին է, որ դու անվանում ես կոչում, որն այնքան հափշտակում է քեզ։ Լսիր սիրելիս, դու չունես այն, ինչ որ երևակայում ես, թե ունես, պետք է վերջապես մի օր ասել քեզ այս դառը ճշմարտությունը 45 տարին այնպիսի հասակ է տղամարդու համար, որ տղամարդը կարող է սառնարյուն լսել նույնիսկ ամենանվիրական ճշմարտությունների մասին։ Ասում եմ քեզ, քո որպես հատուկենտ ընթերցողներից մեկը, դու շնորհք չունես։ Լինելով մի հասարակ արհեստավոր, այն էլ ոչ բավականաչափ ճարպիկ, քեզ արտիստ ես համարում։ Պարզ եւ անկեղծ ասում եմ, քո գրիչը ոչ մի ազդեցություն չունի քո փոքրաթիվ ընթերցողների վրա։ Ես ավելին կասեմ, քեզ ծաղրում են ամենքը, որոնք երբևիցե քո գրածներից կարդացել են գեթ մի քանի տողեր։ Ծաղրում են քո հավակնությունը, քո մեծամտությունը, քո մանկական մտքերը, որոնց դու ծիծաղելի լրջությամբ համարում ես խորը փիլիսոփայություն։ Ես բարեխղճաբար կարդացել եմ քո բոլոր երկերը, հավատացնում եմ, անկեղծ հոգով ցանկացել եմ նրանց մեջ գտնել որևէ ստեղծագործական շունչ եւ չեմ գտել։ Քո բոլոր մտքերը հնամաշ կրկնություններ են։ Կարող եմ ասել, որ դու իսկի ոչ էլ չունես։ Գիտես բառերը քիչ թե շատ քերականորեն դասավորել եւ ուրիշ ոչինչ։ Այդ է քո ամբողջ ունակությունը։ 4 գրքույկներ իրար վրա կարդացի եւ ոչ մի սրամիտ դարձված կամ գեղեցիկ համեցություն չգտա։ Ողորմելի, դու քեզ երևակայում ես բանախցես վիպասան դրամատուրգ եւ չգիտեմ էլ ինչ։ Դեռ 3 քո անկեղծ բարեկամներից մեկը ասում էր, թե գրեթե միևնույնն է, ինչ որ ես եմ այժմ ասում։ Բարեկամս 25 տարի է գրում ես եւ մինչեւ այդ այս ոչ մի գործը լուրջ քննադատության կամ վիճաբանության չի արժանացել։ Շատ քո մասին երբեմն գրել են մի քանի սառը տողեր, որոնք ավելի ներողամտություն են արտահայտել, քան հարգանք։ Միթե այսքանը բավարար չէ, որ դու վերջապես թափվես։ Դներեք երկաշուն տնտբիջման համար, բայց այդտեղ շատ շերտեր կան, էլի, որ տենց այդ առումով կարևոր է խոսել։ Հա, այդ մի խոսքով սյուժեն շարունակենք ոնց է ընթանում, ինքը փաստացի կինը եւ կնոջ եղբայրը իրեն դնում են փաստի առաջ, որ ինչ ա լինում 25 տարի դիմացել են այդ մարդիկ չեն ուզեցել նեղացնել կարող է լավ մարդ ա եղել չգիտեմ դրական բաներ շատ ա ունեցել չեն ուզեցել նեղացնել ուղղակի այդ մարդկանց բայց հասել է էլի արդեն պիկին որ էլ դիմանալու չի այսինքն 45 տարեկան էշ ես էլի ոնց շոկ թերապիա են անում էլի բանով խփում են դենան այս մարդը սիրտ ունի լավ ի վերջո հասկանում է որ մտքի ծայրով անցկացնում է որ կարող է ինքն է վատ գրում էլի կարող է ինքն է սխալանում ինքը պետքա փոխի իր կյանքը ու փորձի ապրի մնացածի նման ոնց որ նորմալ մարդիկ այսինքն գնա աշխատանքի վաստակի գումար տա իր ընտանիքին եթե ոնց որ չի ուզում այ մարդ գնա առանձին ապրի մեռի քո համար ինչ ես ամուսնացել ինչ ես երեխաներ ունեցել ինչ ես այդ մարդկանց այդքան դաժան ճակատագրի արժանացրել հանուն քո ցնորքների, որոնք փաստացի ոչինչ չեն նշանակում։ Ասում եմ ես ինքս ինչ ա տեղ ասում էլի նաև այդ մարդը, ասում եմ ես ինքս եթե 1% գտնեի ինչ որ բան որ դու լուրջ բան ես անում, ես ինքս ասում եմ կնախատեի քրոջս եւ կասեի դիմացի։ Բայց դու չունես այդ տաղանդը, բայց պորտաբույցի պես կպել ես ու խմում ես այդ բանը կնոջ կյանքը քո երեխաների կյանքը ի վերջո քո կյանքը ոնց որ ասում է ջանդամին դու հիմա գերի ես քո գաղափարների գերի ես ինչ որ միֆերի գերի ես բան դու քեզ տանջի բայց այս մարդկանց ինչ ես տանջում կամ է որ ասում է հելա չեմ ուզում գնա առանձին ապրի այդ մարդիկ էլ թող իրենց կյանքը տեսնեն էլի քեզնից հույս չունեն անել
Այդ իմաստով մի քիչ բան է հարցը, նաև քանի որ ես էլ դու էլ ոնց որ ինչ որ իմաստով ունենք ստեղծագործում ենք, ինչ որ իմաստով զբաղվում ենք այդպես գործերով, որոնք կարող է ինչ որ պահի հայտնվեն այդ մարդու մենք է կարող հայտնվենք այդ մարդու իրավիճակում, եթե չաշխատենք կողքից։ Օրինակ ես ի սկզբանե ոնց որ իմ համար դրել եմ, որ ես ոնց որ չգիտեմ առողջությանս հաշվին, գիշերը չքնելու հաշվին կանեմ այդ, բայց ես չեմ անի այդ այն իմ ու իմ շրջապատի հաշվին։ Որովհետև օրինակ այտենց է մեկ բանը այդ մի կտոր կա որ ասում է դու անսիրտ հայր չես, այլ բարի եւ շատ բարի։ Մտածիր ինքդ քեզ հարցրու այսօ քո անփութությունը անբարոյականության հավասար չէ, որովհետև ախպեր ասենք դու քեզ համարում ես, չգիտեմ, ստեղծագործող, արտիստ, մտքի կրող, գաղափարի գերի, ինչ ուզում ես, նենց էլ ասում եմ, դու գաղափարի գերի ես քեզ համարում։ Արասպա բայց այդ երեխեքի մեկը πάει թե չէ, լավ հասկացանք, չի ծախվում, չեն կարդում, բան չեն անում։ Գնա գործ չարի, չգիտեմ, կարաս գլուխդ պայես ու գար գրի կամ այդպես մի բան արա, էլի, այսինքն, ստեղ իրականում մյուս բանն էլ կա 1000 տարվա դարերի խոսակցություն կա, էլի, որ ասում են, բա որ այդքան խելացի ես, բախի այդքան հարուստ չես կամ չգիտեմ, բաները, արվեստագետները խեն աղքատ, արվեստագետները պետք է աղքատ չլինեն, այդ բոհեմական բաները կան, էլի, օրինակ, որովհետև դա ժամանակին օրինակ արվեստագետները ոնց էին կամ ինչ որ հարուստի մոտ էին ծառայում, հարուստը ռեսուրսներ տալիս էր, ասում էր գրի, ստեղծագործի, նկարի, քանդակի եւ այլն, ռենեսանսի լոգիկա է, որ այնտենց հետո կամ օրինակ չգիտեմ, կարող բախի պես եկեղեցու հետ պայմանագիր ունենայր, ես նեղ եկեղեցու համար պետության տակ աշխատեիր, կամ ժամանակակից պետությունները արդեն ոնց որ հատկապես սոցիալիզմը, որ տենց ոնց որ բաներ, գրողների միություն ուներ, սրաներա միություններ փող տալիս էր, ասում էր մենք ձեզ փող բան ամեն ինչ տասեն, գնացեք ստեղծագործեք, բայց ոնց որ այս փուլում, քանի որ էլի կապիտալիզմի մասն ենք խոսում, էլի Շիրվանզադեի այդ ժամանակի մասն ենք խոսում, այս մարդը ուղղակի ինքը իրան աձե է, ինքը իրան անա ձեռներից է, գրում է, փորձում է ծախի, չի ծախվում ու չի ծախվում, չի մտածում, լավ, օքեյ, դա չի ծախվում, եթե ուրիշ գործ գտնեմ, տուն պայեմ, ասում է, չէ, դրանք սաղ անհասկացող։ Այս իմաստով ինքը էլի կապվում է ամերիկյան գրականության, եվրոպական գրականության, ամերիկյան ինչի հիշեցի, որտեղ Վիլյամ Սարոյանի մոտ էլ եթե կհիշես, շատ կան այդպիսի կերպարներ, ովքեր կապիտալիզմի պայմաններում, որ ոնց որ ոչ մեկ քո սիրուն աչքերի համար քեզ մի դրամ չի տա, այդ պայմաններում անգամ լինում են մարդիկ, ովքեր իրենց գաղափարի կամ չգիտեմ ծուլության նաև ինչու ոչ, դա էլ կա, որտեվ ինչ է ինքը ասում, այս հերոսը ինչ է ասում, ես աշխատում էի դպրոցում, ինչ որ հարուստների երեխեքին դաս էի սովորացնում եւ տանջվում էի, այսինքն ինքը ինչ է, չի ուզում աշխատի այս մարդը նաև, այդ բանը կա էլ, այսինքն ոչ մեկ իրան չի խանգարում այդ իր գիտությամբ, իր կրթությամբ, այսինքն ինքը լրիվ հիմար չի։ Չէ, Կարդալ գիտի, գրել գիտի, կարա սովորացնի գերմաներեն հատվածավոր, հետո գործ էր ճարել։ Հա, գործ է ճարում, որ ինչ որ երեխաների հետ ինքը պետք է ռեպետիտիվությամբ զբաղվի, կրկնուսությամբ կամ չգիտեմ, մի բան սովորեցի, դրա համար վճար ստանա, բայց դա տևում է մի քանի ամիս, որտեղ ինքը այդ ամիսների ընթացքում դժբախտ է, այսինքն այս մարդը այն տիպի է գերի այդ գաղափարի, որ ինքը հանճարեղ է, ինքը ուրիշ խմորից է պատրաստված, որ ընտանիք, կին, երեխաներ, բան, вообще չի մտածում դրանց մասին, ինքն է իր ոնց որ գաղափարներ է։ Նույնիսկ մի տենց հատված կա, ասма, բայց ասма նա կեղծիքը գերադասել է հոգու հատակից ձայնող ճշմարտությունը, որովհետև կեղծիքը շոյել է նրա ինքնասիրությունը, իսկ ճշմարտությունը մտրակել է նրան, այսինքն դե հիմա պատկացավ ընդունի, որ ինքը տենց, օքեյ, հա գրում է, բայց տենց ոչնչություն գրող է, ոնց որ փեսն ասում այնքան վատ ես գրում, որ սկի բան չկա, բողոք չկա, որ սկի քննադատություն չկա։ Հա, ոչ մի բան չկա։ Ոչ մի բան չկա, ասма զրո արձագանք։ Ուշად չեն արձագանք չկա։ Հա, ասма օրինակ եթե գոնե արձագանք են քրֆեն հայոյեն ասեն, ես ինչ վատն ես գրես, ինչ դնո ես գրել, գոնե կասես ռեակցիա առաջացե։ Բայց ասма այնքան վատ ես գրում, սկի ռեակցիա չկա, էլի, դու գրողն ուր էլի, որտե։ Հա, որովհետև ցանկացած ռեակցիան օրինակ այսինքն եթե դու գրում ես այնպես բան կամ ստեղծագործում ես, այսինքն ստեղծագործությունը դիմացինի մոտ ինչ որ էմոցիա է առաջացնում, դա շատ կարևոր է, նույնիսկ եթե բացասական էմոցիա։ Նույնիսկ եթե բացասական է, դրական է, չեզոք, ինչ որ էմոցիա առաջացնում, բայց եթե լրիվ էմոցիա, вообще էմոցիա չի առաջացնում, ոչ բանն էլ է, այստեղ վերջն էլ է շատ հետաքրքիր է, փակվում ես պատմում, այսինքն վերջին ինքը այդ 3 ամիս աշխատելուց հետո ասում է, չէ, փախակ ես չեմ աշխատում, ես իմ գաղափարի գերին եմ, ինչ ուզում եք արեք, ես եմ աշխատում, աշտավարձա բերում, տնեցքին մի շփամ, հետո ասում է չէ, հելա գործես։ Հա, այդ իմիջիալը շատ բան է, էլի, այդ
վարկյանական ինչ-որ իր կյանքի ընթացքի համար այդ ինչ-որ վարկյանական բան է, որ մի պահ եղել է ու անցել է այդ պատասխանատվության զգացումը արժանապատվության ինչի՞ց է այդ առաջանում կնիկ դու աներձակը մի պահ կլիզմային արը գնացա գործաճար հետո էլ բայց ինչի՞ց է առաջանում որ աներձակը փող է տալիս կնոջը ինքը այդ փողը վերցնում հետ է տալիս ասում է ես կբերեմ իմ ընտանիքը կպայեմ այսինքն ինչ-որ արժանապատվության ինչ-որ նշույլ է հայտնվում այս մարդու կյանքում բայց այդ գաղափարի իր ոնց որ այդ կարելի է համեմատել իմիջիալոց բանի հետ էլի թմրամոլության հետ կարելի է համեմատել ով չգիտեմ երբևէ շփվել է կամ ունեցել այդպիսի ծանոթներ որ լինում են այդպես պահեր մի քանի ամիս մի տարի կարատևի մարդու մոտ որ ի վերջո ինքը հաղթահարի իր այդ մոլությունը ու փորձի նորմալ կյանքով ապրի բայց ի վերջո հետ է գալիս այդ մոլությունը ու հաղթում է այդ մարդուն այդ մարդը ոնց որ ընդունում է իր լիակատար պարտությունը այդ գաղափարի առաջ ու մահանում է տենց էլ մի տարի տենց էլի տանջում է իրանում կողքիններին ու մահանում է ու ոնց է վերջացնում եթե բացամոտդ կխնդրեմ վերջին այդ նախադասությունը կարդաս որովհետև շատ սիրուն է վերջացնում կամարական ու ճիշտ ոնց որ վերջակետ է դնում էլի Շիրվանզադեն մի վարքյան հիմա կբացեմ ու իր պատմվածքերն հենց հիմա ասում ոնց է ավարտում իր թշվառ կյանքը Միսակ Ավալյանը այո նույն տարվա աշնանը Ավալյանը հիվանդացավ նրա վտիտ ու հյուծված մարմինը չդիմացավ թոքերի բորբոքմանը նա վախճանվեց թողնելով զավակներին անոթի մեկը նրա գերեզմանի վրա ասաց նրան սպանեց ամբողջի տգիտություն շատ հեգնականապես նաև ծանր ինչ-որ բան է թողնում որովհետև իմիջիալոց չի ասի որ ես տենց լրիվ այդ մարդուն սենց վատ բանով եմ նայում որովհետև նաև հասկանում ես էլի ասենք օրինակ ինքս լինելով ինչ-որ իմաստով Ավալյան այդ բանի պահով էլի որ ասենք այդ գաղափարը իրոք ինչ-որ տարիքից երբ որ քո ուղեղը մտնում է որ դու չգիտեմ գրող ես տարբերվում ես դու կարաս չաշխատես բայց հանճարեղը լինես միլիոնատեր դառնաս քո այնրանով ինչով սիրում ես զբաղվես բան այդ միտքը շատ ուժեղ կա շատերի մոտ շատերը իմ շրջապատից ովքեր ստեղծագործել են այդ ճանապարհով գնացել են տանջվում են հիմա էլ այդ գծի մեջ են թեև կան մեջ են նաև տաղանդավորներ որոնք տառապում են բայց իմաստ էլ կա այդ տառապանքի մեջ ինչ որ իմաստով բայց ի վերջո այդ նաև այն դրա մասին չի այդ մարդը ստացված գրող է թե չստացված գրող է Դրա մասն է, որ ինչքանով է առողջ մարդը այդ գաղափարը ինչքան է իրան մոլի սարքել, ինչքան է ինքը թմրամոլ դառել այդ գաղափարի, ինչքանով ինքը կարա adekvat լինի ու փորձի նաև ուրիշ բաներ տեսնի կյանքում, էլի, որովհետև եթե մարդուն գլխով ոտքով ամբողջությամբ տանում է ինչ-որ գաղափար, ինքը իրանով արդեն լավ բան չի։ Այստեղ իդեպ մոլություն է։ Իդեպ սրան զուգահեռ մի ուրիշ պատմվածք ունի, նույն լոգիկայի մեջ կոչվում է գրիչ կրծողներ եւ թատերականներ, համարյա թե գիրք կրծողների բանով է, հա։ Այստեղ էլի խոսում է հեղինակների մասին, դե էլ եմ ասում, նայ Բաքու, լիքը փող Լիքը հարուստներ, ժամանց է պետք, սոցցանցեր չկա, YouTube չկա, TV չկա, շրջագայություններ չկա Թեև են կայքի կտորը, որ ես քեզ ուղարկել եմ Այո, վիզայր չկա, Շենգեն չկա, ոչ մի բան չկա, ինչով են զբաղվելու թատրոններ, կինոներ, սալոններ, թերթեր եւ այլն Այդ ամեն ինչի համար պետք է լինեն ստեղծագործողներ, սպասարկուներ, չէ՞, Պահանջարկը կա, առաջարկը արտադրողներ դիլին են, այսինքն դերասաններ դրամատուրգներ, թատերագիրներ, լրագրողներ եւ այլն, էլի։ Ու այս հատվածում, որ ասում է բանը, գրիչ կրծողներն ու թատերականները, այստեղ էլ արդեն խոսում է այդ լրագրողների, թատերականների, դերասանների, սցենարիստների դրանց դժբախտության մասին։ Ու ինչ է ասում, ուրեմն, այսինքն էլի նույն լոգիկայի շարունակությունն է, Շիրվանզադեի ունիվերսումը ասած, ուրեմն, պատահել է հեղինակ լինելու տենչով այրվողին չեմ կարողացել կարծիքս անկեղծ հայտնել։ Ինչ մեղքս թաքցնեմ, քաջություն չեմ ունեցել նրան հիասթափեցնելու եւ կարծիքս ամփոփել եմ անորոշ դարձվածքների մեջ։ Վատ չէ, կարող եք գրել, աշխատեցեք զարգացրեք ձեր միտքը, ուսումնասիրեցեք կյանքը, սովորեք հայերեն եւ այլն։ Ուրիշ ավելի խիստ կարծիք հայտնել ես թուլամոթաբար չեմ կարողացել, չկամենալով զրկել մարդկանց այն հավատից, որ ունին դեպի իրենց չունեցած ձիրքը։ Ես չեմ ուզում մեղադրել այդ մարդկանց, չեմ էլ կարող որ այդ մոլորվածները միայն մեր վայրի վերո կրթվող հասարակության ծնունդներն են։ Բոլոր երկրներում եւ բոլոր ազգերի մեջ կան նույն տիպարները։ Պետք է ցավել միայն, որ մեր սահմանափակ հասարակական կյանքն էլ է ասպարեզ դուրս ձգում այդպիսի տիպարներ։ Այս ոնց որ այդ քո ասածն է, էլի, որ տենց բացարձակ մեղադրանքն է
Այսինքն դատավորի դիրքից է դժվար, երկրորդ դու էլ այդ կոշիկների մեջ կարաս լինես, երրորդ բոլորը չեն կարա բան անեն, էլի, որովհետեւ օրինակ հիմա մեզ լսողը կարա ասի այնա Վան Գոգն էլ աղքատ մեռը բան, դից հետո հայտնի դա։ Հենց ես հենց այդ իմ ասածը նաև հենց դրա մասն էր, այդ մոլիության մասին էր, այդ այսինքն թմրամոլության հետ եթե համեմատես, հիմա անգամ եթե դու իրոք հանճարեղ ես, ոնց որ ինչքանով է այդ քո այդ միտքը, այդ քո հանճարը, քո կենտրոնացում այդ մի բանի վրա խանգարում քեզ ապրել։ Բացի նրանից, որ օքեյ, կարող չի ստացվում ինչ-որ շրջան, դու պետք է, հա, ես չեմ ասում, որ գրելը թարգես, որովհետև փող չի բերում։ Այդ դրա մասին չի խոսքը, բայց մարդը adekvat պետք է լինի իրավիճակին։ Այդ նաև դրա մասն է, այսինքն սառը պետք է լինի։ Պետք է այդ բանը միտքը, որ ինքը հանճարը այդ օրինակը կա, չէ՞, իրան չուտի որպես անհատ, չուտի։ Այդ աներձակը լավ օրինակ է բերում, ասում է, այս դիմացի, ասում է, գետի դիմացի ափին մի հատ գժանոց կա, հիմա որ ես քեզ տանեմ, այնտեղ լիքը գժեր կան, որոնք մեկը գեներալ է, մեկը մարշալ է, մեկը վաճառական է, ու ասում է դու որ իրանց ասես դու գիժեք չեն հավատա քեզ։ Հա։ Ասում է հիմա դու էլ ես համարյա այդ օրին հասե, ես քեզ ասում կողքից հայացքի բանն է, որը էլի եթե գանք արդեն հոգեբուժական ռեալ բանին նայեք, իրոք հիվանդությունների սպեկտր կա, շիզոֆրենիան օրինակ դրա մեջ է, որ մարդը ինքը չի ընկալում, որ ինքը հիվանդ է։ Ու նաև էլի թմրամոլության կամ ցանկացած այդ խաղամոլության բան, ամենադժվար բանը այդ գիտակցումն է, որ դու հիվանդ ես։ Հա։ Որովհետև եթե դրան հասնում ես դու արդեն հիվանդ չես այդ իմաստով, դու ունես ինչ-որ մոլություն, բայց դու քրոնիկ չի դա չի տանելու քեզ կործանման լրիվել, այսինքն դու ունես գիտակցում, որ դու ունես այդ մոլությունը, ու դու կարող ես պայքարել։ Ինքը նույնիսկ կարա ինչ-որ պայի, այսինքն լիքը խնդիրների արդյունքում, լիքը տրավմաների արդյունքում ազգային դիմագիծ է դառնա, երբ որ դու օրինակ ասես մենք ամենատաղանդավորն ենք, ամենախելացին ենք, ամենաչարքաշն ենք, չգիտեմ քրիստոնյան ենք եւ այլն, բայց մեզ չեն գնահատում, մեզ դավաճանում են, մեզ կոտորում են, մեզ խաբում են, մեր տեղը չգիտեն, այ որ Սիլիկոնյան լեռներ դառնանք, այ որ Սինգապուր դառնանք, բան տենց Իսրայել ենք, Սինգապուր ենք, Սիլիկոնյան հովիտ ենք, ինչ ենք էսկոմ ենկոմ, այ որ տենց կա էլի, տենց այսքան դա կարա նաև տենց կոլեկտիվ դիմագիծ դառնա, որովհետև դարել է շատ։ Հա, որովհետև երբ որ դու խնդիրներին, երբ որ դու խնդիրներին, երբ որ դու այդ մարտահրավերներին adekvat ինքդ քեզ չես կարող սառը դատես, սառը գնահատես, ինչ որ բայ այդ հակառակ ռեակցիայով այդ որ ասում է ինքնախաբեություն այնքան քաղցրեր, որ չէր ուզում դրանից դուրս գալ, էլի, որովհետև ընդունելու համար որ դու ունես թերություններ, խնդիրներ եւ այլն, դա այդպես հոգեբանական խնդիր է մեծ։ Խիզախություն պետք է ունենաս առաջին հերթին ու նաև պատրաստ լինես ոնց որ դրանից հետո գործողությունների, որովհետև այս մարդը փաստացի ունենալով այդ 3 ամսվա այդ արձակուրդը իր բանից, մոլությունից 3 ամսյա արձակուրդը, հասկացավ որ չէ, իրան ավելի լավ է այդ ինչպես շատ ցավոք սրտի ինչպես շատ թմրամոլ օրինակ այդպես է լինում է 44 օրյա պատերազմից հետո պարտությունից հետո Տեր-Պետրոսյան Լևոն Տեր-Պետրոսյանն էր բանն, հարցազրույցը աստղային ժամներ, որ ասում էին հա ճիշտ էր ասում ձեզ 2 միլիոն դիտում ունեցավ, չէ՞ կարծեմ մեկի հարցազրույցը։ Ու հետո մի քանի ամիս հետո ընտրություններին 1.5% հավաքում, այդ էլ մի կողմ Այդ ժամանակ էր չէ որ ասում են դե սա մեզ խափել են այսքան տարի գլուխներս ռոպագանդան տեղներից լվացել է ազգբանակ, չգիտեմ են հիշում ես բաներ կար չէ նույնիսկ ես հիշում եմ որ Արծունը բանը խոսնակ էր որ ասում են բայց ադրբեջանցիք մեզնից շատ են զենք առնում էլի դիսբալանս կա բան ասում են դե դրանք լավ կրակել չգիտեն բան հա ունեմ զիկը հա այդ բոլոր մոլորությունները ոնց որ ընկան պատերազմի այսքան այդ 44-ը պատերազմի զոհերը մաքրեց դա ոնց որ այդ բան Ավալյանի պես ոնց որ Ավալյանի աներձակն է իրան մաքրում Բայց հիմա ասենք որ ես հետևում եմ այդ նույն դիսկուրսին, էլի նույն Իսրայելի էլի գնում են իրանց թմրա Սիլիկոնյան լեռներ, Իսրայելի բանակ, չգիտեմ ինչ են, որ տենց էլի հետա գալիս է դի, էլի, այսինքն ինքը բնականորեն շատ գրավիչ բան է, այսինքն ինքը շատ խորքային բան կա իր մեջ, ու եթե դու անընդհատ իրեն չզսպես, անընդհատ սառնասրտությամբ չբրտես, իհարկե մարդուն դուր է գալիս։ Հա, մարդուն դուր է գալիս։ Օրինակ, եթե վերցնենք մեր բանակի հետ կապված այդ տարիներ շարունակ այդ բանը որ կար, որ մենք ամենաուժեղ բանակն, ամենամարտունակ բանակը, իհարկե դա դուր է գալիս մարդկանց։ Այն մարդիկ, ովքեր գնացել ծառայել են այդ բանակում ու տեսել են, որ ոնց որ թե այդքան էլ ճիշտ չի, բայց անգամ իրանց է դուր գալիս։ Որովհետև մարդուն դուր է գալիս, որ քեզ գովում են։ Մարդուն դուր չի գալիս, որ քեզ իրականությունն են ցույց տալիս։ Մարդուն դուր չի գալիս, այդ նորմալ ռեակցիա է, բայց մարդը պետքա կարողանա բավականաչափ adekvat լինի։
այդ որ սիրում են քեզ, ոնց որ շոյում են, շատ հաճախ շոյում են մորթելուց առաջ, էլի ոնց որ։ Այո։ Վերջին բանով ոնց որ համոզելով տանում են, մտցնում են, բթում են, որ մորթելուց միսը շատ լինի, էլի։ Հա, այդ էլ կա, էլի իհարկե, այդ մարդը պետք է adekvat լինի անհատը ու նաև այստեղ դու արդեն մեծացրեցիր հասարակության վրա, ինչը այսօր մենք տառապում ենք, էլի որպես հասարակություն այդ ախտերով ու հուսանք ոնց որ այսպիսի խոսակցությունները ինչ որ ազդեցություն ունենում են adekvatության, ինչ որ կաթիլներ պետքա մարդը ունենա, որովհետև ի վերջո դու եթե աչքերդ փակ մեջտեղը կանգնած ես սենյակի, որը վառվում է, այդ աչքերդ փակ լինելը մենակ քեզ քո հոգուն է, որ դու չես մտածում, բայց մարմինը չես բրկի տենց էլի։ Ի վերջո որ կրակը հասավ քեզ ոնց որ վառվելու ես։ Ոնց որ սկսում է պատմվածքը Շիվանզադեն, երեխեքից չես կերակրի, էլի սոված է, ցենզուրատիավոր են երեխեքը, դա ինչքան էլ դու որոշես, որ դու տաղանդես, բայց ոնց որ այնտեղ հարցեր կան անելու, որ պետք է անես, անկախ նրանից թե քո ինքնագնահատականը ոնց է, էլի, բայց այս ոնց որ շատ Հա, հետաքրքիր թեմա է, դա շատ խորացանք, բայց կարելի է անցնել հա այնտեղ վերջի պատմվածքին, այո։ Մյուս պատմվածքը, որը ջհուդի ականջը, չէ՞ ոնց։ Այո։ Հերյական հակասեմիտական բան չկա, ուղղակի Շիրվանզադի այն ժամանակ ջհուդ էին ջհուդ ասում, հա, այտենց մի քիչ բանով, բայց ընդունված բաներ էլի ռուսական կայսրության մեջ ամեն դեպքում ընդունված բաներ։ Շիրվանզադեն կարծես հեղինակն ու պատմողը ամեն դեպքում։ Աղջկա հետ, հա։ Աղջկա հետ, հա, գնում է Լեհաստան գնացքով։ Օդեսայից ոնց որ դա ինչ որ տարածքից է ռուսական կայսրության։ Ոնց ռուսական, հա։ Լավ, Օդեսան ռուսական չի ախպերոտ։ Բայց ռուսական կայսրությունն է։ Վարշավան էլ իդեպ։ Վարշավան էլ, հա, գնում էր ոնց որ բանից Իջևան էլի Երևանից մոտավորապես ու այդ ճանապարհին այդտեղ լցվում են հրյաներ, բազում հրյաներ են գալիս ու մի հրյա գալիս նստում է իրանց կողքը, կամաց տեղավորվում է, այդտեղ կամաց հետաքրքիր է, որ ինչ գրողական հնարք է ինքը կիրառում, որ պատմությունը պատմելու ընթացքում ինքը տեղը մեծացնում է կամաց, կարծես նաև գրավում է ամբողջ սյուժեն, գրավում է շատ սիրուն բա, հա, շատ ուժեղ բան, ինքը անընդհատ ոնց որ պատմելու ընթացքում մի քիչ բացվում է ու մի քիչ ոտերն էլ է բացում կողքի մարդկանց, ոնց որ սկսում է եղել, արդեն ամբողջական իր մասին է դա։ Բանա, չէ, ճիշտ եմ, չէ հասկանում քեզ։ Ինքը սկզբում նկարագրում է ֆիզիկական տարածք, ասում է պուճուր հրյա եկել էր դեմս էր նստել, կոչորվել էր, որտեղ տարածք չկար։ Նենց էր նստել, որ կողքին էին չխանգարի բան, բայց հետո կամաց իմիջիալոց հետո սյուժեն որ պատմենք, այդտեղ էլ է բացվում, էլի։ Այո, իր բնույթի մասին հրյաների բիզնեսի զարգացման ձևը է։ Հրյայի տարածք լինի, չէ՞, այսինքն սկզբում սկսում է մարդուց, որը ճանապարհորդում է աղջկա հետ, ֆիզիկական նկարագրումը անմաս հայրան եկե կոչուրել էր դեմս, հետո դու որ ամբողջ պատվածքը կարդաս, ինչ որ բայ հրյան ամբողջ պատվածքը վերցրել է։ Այդ հրյայի կյանքը, նու մենակ հրյայի կյանքը չի, դա բազմազգ ռուսական կայսրության փոքրամասնությունների մասին պատմությունն աստեղծան, փոքրամասնությունների սոցիալական քաղաքական կարգավի մեր մասին նաև, այո։ Իմիջիալոց մեզ բանը Նատանյահուն փողերը ուղարկել է, այդ բանով ասեմ էլի, որտեղ մենք մի անգամ էլ սենց էլի բան ունեցանք, չէ՞։ Դովլաթովի ասացը որ ասել ենք ու անտիսեմիտական մեծ բան ալիք էր բարձրացել Instagram-ում այդ մեկնաբանությունների բաժնում մենք բարձեցինք որ հрьяաները ոչ միայն կազմակերպել են հայերի ցեղասպանությունը նաև կազմակերպել են իրենց ցեղասպանությունը նաև ընդհանրապես աշխարհում ինչ վատ բան կատարվում է հрьяաներն են անում ու հիմա էլ ոնց որ քանի որ իրոք իրանց մատները խառնա մի քանի տենց հարցերով ոնց որ մեր Instagram-ի էջում փոքրիկ հակասեմիտական համայնք էինք բացահայտել էլ հա ու այստեղ ինչի մասին է այս պատմվածքը թե նա սկսում է պատմել թե ինչպես էին ջոդի ականջը կտրածած սկսենք դրանից խիացում ջեկոտեղան ոնց է սկսում հա ականջը կտրածա ու աղջիկը պատմողի աղջիկը այդ նկատում է սկսում է ծիծաղել փոքր երեխա է երեխաները ոնց որ սովորություն ունեն ազատ արձագանքի չունեն այդ դեռևս կաղապարված չեն հասարակության հա դեռևս կաղապարված չեն այդ հասարակության հորինված օրենքներով բաներով ու երբ որ տեսնում են առած ականջ մարդ ծիծաղում են ասում են նայեք այս մարդը ականջ չունի պապա նայ այս մարդու ականջը կտրել են ու այս մարդը սկսում ինչ ասում նախ մի հատ դառը բան ասում է երեխուն ոնց որ ասում է ծիծաղա դրա վարձը էսա թանկանալու է ոնց որ ասում է էսա մեծանում ես դժվար է առնելու ծիծաղալ вообще կյանքի վրա բարդ բաներ են քեզ դեմը սպասվում հետո սկսում է պատմել ասում է այս ականջը գիտես պատմություն ունի ինչի է կտրված ու ես հիմա ձեզ կպատմեմ այդ պատմությունը ու սկսում է պատմել իր կյանքի պատմությունը ինքը լինելով հասարակ դերձակ մի հատ փոքր խարխուլ տարածք է վարձում որ քաղաքն է իմիջիալոց Օդեսան է ոնց որ Օդեսայի մասին է որ
պատմում է ամենամեծ հերական ռուսական կայսրության ամենամեծ հերական համայնքը Լեհաստանից բացի Օդեսայում էր էլի այդ տարածքներում ու այդտեղ այդ պատմությունը ինչով է հետաքրքիր որ ինքը պատմում է սկզբից թե ինչ փոքր տեղ է ինքը զբաղեցնում էլի ու կամաց ինչպես է զարգանում այդ մարդը ինչ ունի ինքը մի փոքր հավաքած փող ունի շատ քիչ ունի մի ընկեր որը մի քիչ ավելի շատ հավաքած փող ունի ու երկուսով որոշում են որ իրենց կողքի մեծ խանութին որտեղ մի շովինիստ ռուսա տերը էլի ոնց ռուսա-ուկրաինացիա չգիտեմ ռուսա ոնց որ հա բան է էլի մի խոսքով տիտուլնի ազգի ներկայացուցիչ է որ ուղղափառ ռուսա այսինքն այդտեղ այդ բանն էլ կա ուղղափառ հենց կրոնական հա այո շեշտվում է նաև հենց ուղիղ իմաստով էլի այսինքն որ իրենք ոնց որ ուղիղ մարդիկ են ու կան հрьяաներ որոնք ոնց որ մի քիչ կիսահավատ են մի քիչ սուտի դեմքեր են երկրորդ սորտ են ուղղափառ չեն ու այս շովինիստ ռուսը փաստացի ուզում է այդ տարածքը այդ մարդու վերցնի էլի այդ միտքը ունենում է որ մեծացնի իր խանութը ավելի այդ տարածքի հաշվին թեև հрьяան բավականին խելացի է լինում ու 12 տարով արդեն պայմանագիր է ունենում այդ տարածքի վրա նոտարական հաստատած այսինքն ինքն էլ ոնց որ ասում է բանից կավից սարկած չի էլի լավ խելքը տեղն է ու այս ռուսը որ արդեն ինչ որ խոսակցության ժամանակ ու ինքը ինչ է նկարագրում որ ասում է ինքը ոնց որ արդեն իր կարգավիճակ ընդունած մարդ է ինչի մասին է խոսքը որ ինքը միշտ վատ բանին լավով է պատասխանում գիտի որ ինքը ոնց որ լավ իրավիճակում չէ հոր խոսքերն է հիշում որ այն ասում է որ քեզ ոնց որ բան ասեն դու մի հակադարձի ավելի լավ է քեզ բան ասեն քան բան անեն այդ բանով է էլի այսինքն եթե հակադարձես վտանգավոր են էլի այս ռուսները կարող է դու իրանցից ամեն ինչով ուժեղ լինես բայց քանի որ իրանք ռուս են տիտուլնի ազգի այստեղ ռուս նշենք որ մենք խոսում ենք ռուսական կայսրության մասին որտեղ կա առաջի կարգի ազգություն ռուսներն են հետո գալիս է երկրորդ կարգի, չգիտեմ, բելարուսները, ուկրաինացիները, ու կան ազգային փոքրամասնություններ, երկրորդ սորտի կամ նույնիսկ երրորդ սորտիները, որոնք են, չգիտեմ, հայերը, թաթարները, հրեաները, վրացիների կարգավիճակը մի քիչ ուրիշ է եղել, բայց ամենատեպս կան, այսինքն կայսրությունում կան սորտերով ժողովուրդներ։ Կա իշխող դասակարգը, տիտղոսային ազգը, գիտական տերմինոլոգիայով կոչվում է տիտղոսային ազգ, ոնց որ օրինակ Օսմանյան կայսրությունում թուրք օսմաններն էին ու հետո մնացածը։ Նույնը, չգիտեմ, ավստրո-հունգարականում ավստրացիները, հետո ավստրացիները հունգարացիները, հետո մնացածը։ Գերմանական կայսրությունում գերմանացիները, հետո մնացածը։ Այդպես, այսինքն կայսրությունների լոգիկան ենթադրում է հիերարխիա, ազգային հիերարխիա, այդ տիտղոսային ազգը եւ մնացածը։ Այդ իմաստով ենք մենք խոսում, այդ ռուսը ոնց որ այդ կայսրության մոդելի, այդ ռուս բիզնեսմենը, տիտղոսային ազգի ներկայացուցիչն է։ Իսկ հрьяան այս դեպքում ոնց որ փոքրամասնության ներկայացուցիչն է։ Այդ առումով Շիրվանզադեի գործի ուժգնությունը որակը այն է, որ ինքը խոսում է այդ ազգային հարցի մասին։ Կայսրության մեջ ազգային կարգավիճակի, ազգային խնդիրների, ազգային հարցի, փոքր ազգերի, նույնիսկ ընդ մի հատ դետալ կա, որ ինքը ասում է Պարոն դուք ինչ ազգություն եք, ասում է հայ, ասում է հա դու ինձ կհասկանաս։ Հա, ասում է դուք քրիստոնյա եք, ասում է, բայց դուք ոնց որ մեր հալի քրիստոնյա եք, էլի, հա։ Հա։ Ու այդտեղ ինչ է պատմությունը ոնց է ընթանում։ Այս մարդը գցում բռնում է, որ եթե այս տարածք ուզում այս մարդը առնի իրանից, կարա մի քիչ ավելի թանկ գնով ծախի ու իր բիզնեսը սկսի։ Քանի որ ինքը հասարակ դերձակ է, մեծ բան չի կարող անի, որովհետև ոնց որ սկզբնական կապիտալ չունի, փոքր է շատ։ Ինչ է անում, հերթական անգամ երբ որ այդ մարդը սկսում է իր շովինիստական հումորները, կես կատակ, կես լուրջ բաները, ասում է երբ պետք է էլի չքվես տեղից, երբ պետք է թռնես քո Իսրայել, չգիտեմ, Իսրայել չի ասում, Երուսաղեմ թեկուզ փախի, ասում։ Խոսքը սկսում է կպնել, ասում է խնդիր չկա, առ։ Ասում է այսքան է, ես այսքան է նստել ին վրա, այսքան ծախս ունեմ, այսքան sense բան ունեմ, այս փողը տուրից ու առ էս տարածքը։ Այս ռուսները մտածում են, ոնց որ լավ ստացավ, փողը տալիս է, չիմանալով, որ այս հрьяան ունի հերու գնացող պլաններ, էլի։ Դիմացի մայթում տարածքա վերցրել։ Դիմացի մայթում տարածքա վերցրել արդեն ու այդ գումարը ինքը ներդնում է բիզնեսը զարգացնելու մեջ էլ, այսինքն ինչ է, մի հատ ընկեր ունենում Շմուլ էր, չէ՞ ոնց որ անում։ Շմուլին ղրգում է բան, Սիբիր, այնտեղ պայմանավորվածություններ, երևի ամենայն հավանականությամբ մուշտակի բանի գործով ինչ որ տենց բանով ուղարկում է Սիբիր, որ մորթի բան ճարի, մի հատված էլ ունի բանի հետ պայմանավորվածություն, ոնց որ որտեղի հետ էր, չեմ հիշում։ Մի տեղի հետ էլ պայմանավոր Մոսկվայի, որի հետ էլ պայմանավորվածություն, որ այնտեղից էլ պետք է ապրանքները կան բան,
ու սկսում են բիզնես անել, կամաց զարգանում են, ու այդ կամաց այդ նաև այդ էլի այդ գանք են առաջի բանին, այդ ինքը որ կամաց պատմելուց մեծանում է, էլի, իր բիզնեսն էլ է տենց մեծանում, այսինքն ինքը փաստացի լինելով հարմարվող մարդ է, ինքը փորձում է բիզնես ինչի համար են հрьяաները, հայերը կամ նման ազգերը, ովքեր տիտղոսային ազգեր չեն այդ բանում, ինչի համար են իրանք բիզնեսում հաջողակ։ Որովհետև իրանք հարմարվող են։ Իրանք չունեն այդ տիտղոսային ազգի այդ արժանապատվության զգացումը, իրենք պատրաստ են մի քիչ ավելի շատ սենց անել, մի քիչ ավելի շատ էստի համեցեք ասել, հարմարվել։ Դե օրինակ, դե մի դետալ կա, չէ՞ որ ասում է այդ ռուսը, ասում է вообще կլիենտի հետ շփվելու ձև չուներ։ Բաներ թքածուներ, ասում է դե մեկը լավ առևտուր էր անում, բայց ասում է ես քանի որ տեղից ոնց որ ստորակարգ էի, ինձ արդեն տեղից, ասում է նույնիսկ կամ նա վերջի մարդիկ, որ մտնում էին իմ խանութ, ինձ ստորակարգի տեղ էին դնում։ Ես ասում եմ ստիպված իրաց ասում եմ մեծապատիվ հարգելիս, չգիտեմ, ձեր հետ գերազանցություն եւ այլն եւ այլն։ Բիզնեսի նաեւ դասընթացներ է։ Այո, մարքեթինգի բանել է ցույց տալի, էլի, ու ասում է դե բանը, ասում է շատ ժամանակ նաեւ վարկով էի մարդկանց տալի, բայց դե հոգեբանորեն հասկանում էի ով վարկով տված է, հետ կտով չէ, այսինքն ինչ որ ներդրումներ է արել, ինչ որ ասպո թերթեր էի կարդում, բաներ էի կարդում, ովշի բիզնեսից էի տեղյակ, բանից էի տեղյակ, էլ այսինքն ցույց է տալիս, որ ինքը ոնց որ իր կարգավիճակը, քաղաքական կարգավիճակը, սոցիալական կարգավիճակը ստիպում է, որ ոնց որ ուղեղին զոր տա, գիտելիքին զոր տա, տեխնոլոգիաներին զոր տա, մարքեթինգային տեխնոլոգիաներին, բիզնես տեխնոլոգիաներին։ Հիմնական տեխնոլոգիան այդ պարտքով տալու թեման է։ Խիալ լավ միտք էսի, որովհետև երբ որ դու փոքր ազգ ես, երբ որ դու փոքր մեկն ես, երբ որ թույլ մեկն ես, կոպիտ ասած, եթե ֆիզիկապես ունակություններ չեն ներում կամ սոցիալական կարգավիճակ կամ քաղաքական կարգավիճակը չի ներում, դու պետք է ալտերնատիվ ոնց որ գործիքներ գտնես, ալտերնատիվ լուծումներ գտնես, այդ դիսբալանսը հետ բերելու համար, դիսբալանսը խելքի գցելու համար։ Իսկ տեխնոլոգիաներն են, նույն այդ գիտելիքն է, տեխնոլոգիան, տեխնոլոգիան, նորարարությունն է, բիզնես բաները, մարքեթինգն է, տեխնոլոգիան էլ, այսինքն հերեն ցույց է տալիս, որ մենք ճիշտ է փոքր ենք, կարգավիճակ չունենք, չարքաշենք, վատն ենք, ձեր պես հայերի պես, այսինքն վատն ենք այն իմաստով, որ տենց երկրորդ սորտ ենք ասիցում, բայց ստիպված այդ դիսբալանսը հետ ենք բերում արդեն կրթությամբ, աշխատասիրությամբ, նույնիսկ մի հատված կա այդ պատմվածքի մեջ ամենավերջում, երբ որ հрьяանա ռուսը հрьяին ասում ախպեր, ես որ զարթում եմ, դու արդեն զարթնել էիր։ Էդի հələ բայց էդի մի հատ մեծ բան է, էդի թողենք, որտեվ էդի ոնց որ կարծիքով պիկն է այս պատմվածքի ու պետք է այդ դրա մասին շատ խորանանք, այս բանը շարունակենք սյուժեն, որ ոնց որ ընդհանուր պատկերացում լինի, մի դիտարկմամբ մենակ, նաև այս մոդելի ինչի մասին է խոսում, որ երբ որ այդ կայսրությունը կլինի ծանր վիճակում, ինքը կսկսի զբաղվել այս հարցով, այսինքն հрьяաների հարցով, հայերի հարցով, հայ թաթարական բախումները Հազենարինք թվի եթե կհիշեք այդ ամեն ինչը ագրոմներ անընդհատ օտեսային Շիվանզադեն ոնց որ արդեն իսկ բանը տալիս է, դիագնոզը տալիս է, էլ այդ հասարակության, որ այդ հասարակությունը ի վերջո եթե ինքը ընդհանուր խնդրի առաջ կանգնի, ինքը այդ ամեն ինչը բարթելու է այս մարդկանց։ Առաջինը ջարդելու են իրենց գլխին, հա, թույլի գլխին են։ Հետագայում ասենք Հիտլերն էլ այդ նույն բանը արեց Գերմանիայում, այսինքն այս ամեն ինչը ինչ որ իմաստով տեսեք որ թվականին Շիրվանզադեն ինչեր է կարում ոնց որ տեսնի, էլի արդեն իսկ այդ խնդիրները տեսնում է ու ցույց է տալիս ինչա նաև ինչա կատարվում հետո կամած այս մարդկանց բիզնեսը զարգանում է, քանի որ խելքով են աշխատում։ Անընդհատ ավելի մեծացնում են, հետո ինչա բերում օրինակ, ասում եմ ես տենց իմ կյանքը շատ չէր փոխվել, թեև ես ասում եմ շատ ավելի շատ փող էի աշխատում, բայց համարյա նույն բաներն էի հագնում, սա մենակ շորերս էլի ես չէի կարում, որովհետև ասում եմ ժամանակը թանկ էր ավելի։ Ասում եմ նույն ապխտած ձուկն սոխն էի ուտում, բայց ասում եմ կինս ինչ որ բան է, իսկ ասում եմ բորշ չէի ուտում։ Հա, իսկ ասում եմ այս դիմացի բանը, այդ հարուստ ռուսը ինքը ինչ էր անում մեծ պիրեր էր կազմակերպում, շատ չէր մտածում, որ մի բան գողանում են, շատ չէր խորանում, որ մի բան էժան թանկացավ։ Ասում ես կիսեփական հաշիվներ չգիտեր, ասում ես ուրիշների հաշիվները գիտեի, իսկ կիսեփական հաշիվներ չգիտեր։ Հա, մի խոսքով կինը այնտեղ շատ ցոփ շվայտ կյանք է վարում այդ ռուսի նահանգապետին, այսինքն քաղաքական բանն էլ կա այդտեղ ցույց է տալիս, որ նաև քաղաքական եկեղեցու քաղաքական պրոտեկտորատ կա, այդ իմաստով էլի դասական սոցիալիստական բան է ինքը, որը ցույց է տալի ռուսական դասակարգային ու փտածության նաև մակարդակն է ցույց տալիս, որ փաստացի ուղակի ռուս լինելով, ուղակի տիտղոսային ազգի զավակ լինելը արդեն քեզ տալիս է բավականին մեծ ոնց որ հնարավորություններ այդ հասարակության մեջ առաջ գնալու, ինչա լինում կամած մի խոսքով զարգանում են, սկսում են այս նեղել արդեն այս
Ռուսը սկզբից կամարական է նայում, տենց մի փողոց անցնելուց այդ կողմ չի էլ նայում, բան, որտեղ ցույց տա, որ ինքը ավելի բարձր է ամեն դեպքում, ունի քաղաքական, ունի կրոնական պրոտեկտորատ եւ կարող է դրա շնորհիվ ինքը շարունակի ու հрьяաները չեն կարող իրան հաղթել, բայց կամած գնում է այնպես, որ սկսում են հաղթել։ Այս մարդու բիզնեսը կամած թուլանում է ու ինչ է, միանգամից ինքը ռեակցիոն քաղաքականություն է սկսում վարել դիմացի մայթում գտնվող բիզնեսի նկատմամբ, ինչ է անում, գնում ոնց է սկսում, կարծեմ գնում հարբած մտնում է, չէ, ոնց է այդ սնանկանում է, բիզնեսից դուրս է գալիս, ու մի օր հարբած չէ, միջև հենց սնանկանալը, ինքը կարծեմ մի անգամ գալիս է, որ ասեցի ես էլ մի հատ մտնում։ Ասма ապրանքս փոխացել ես բան ես արել ձեր ապրանքը։ Ինքը սկսում է էլի բաներ հորինել, այսինքն կարճացած կոնֆլիկտ է ման գալի, որտեղ գտնում որ բիզնեսը կուժում է հրյայի պատճառով։ Հատուկ կոնֆլիկտ է գտնում, գնում է զորով կռիվ սարքում ու ոնց որ քաղաքային իշխանություններին բանին ասում է, որ այս մարդիկ ինձ գողանում են, հերիք չի ինձ։ Գալի խոզարկում են, ոչ մի բան չեն գտնում։ Զենք կա մոտները, այստեղ հեղափոխականներ կան։ Հեղափոխական հրյակ է, էլի այտենց այդ ժամանակ։ Մի խոսքով, գալիս են ուզում են բռնեն բանես, բայց հрьяաները կարողանում են ոնց որ տակից դուրս գան, ապացուցում են, որ իրանք ոչ գողանում են, ոչ ինչ որ հեղափոխական են, ոչ մի բանի հետ կապ չունեն մի խոսքով, զրպարտություն է։ Ուղիղ զրպարտություն է ու ինչ է լինում այս հաջորդ քայլով ինքը իր խորտակում է այս ռուսը, ինչ անում, ասում է, ուրեմն փող տվեցին հрьяաները։ Հա, կաշառել են ոստիկանապետին ու քաղաքապետին փաստացի, էլի։ Ու ինչա այդ իր այդ հիմարությամբ ինքը իր դեմը հանում այդ քաղաքապետին ու ոստիկանապետին ու արդեն ամբողջությամբ սկսում է ոնց որ արագացված տեմպերով սկսում է քանդվել իր բիզնեսը, իսկ հрьяաների բիզնեսը դասում ավելի է զարգանում, ավելի է մեծանում, արդեն շատ հարուստ են, քաղաքի արդեն ընդունված դեմքերից են դառնում, բան, քաղաքային դումայի տիպի ինչ որ բան կա, որտեղ անդամ են դառնում իրանք, այսինքն իրանք են դառնում էլիտան, փաստացի, ֆինանսական էլիտա դառնալով, նաև վերցնում են քաղաքական ինչ որ էլիտայի որոշ տարեր, լինելով հրյա անգամ։ Ու այս ռուսը, որ ոնց որ գցում բռնում է, կամաց հասկանում որ չի ստացվում մոտ է, այդ բիզնեսը մի խոսքով ծախում է, դառնում է հասարակ ոնց որ հարբեցող։ Ու մի օր հարբած ժամանակ էլի գալիս մտնում է այդտեղ ու փորձում է պայմանավորվի այդ հրյայի հետ, ասում է իրար հետ արի բիզնես անեք։ Այս մարդը ասում է, իրար հետ բիզնես անելը ո՞րն է, դու ինչ ես դնում։ Քո դրածի ասա ոնց ինչ եմ դնում, իմ անունը, այսինքն ինքը ինչ է ասում, ասում է դու որ հրյա ես, դու ոչ մեկ ես։ Պալյուբոմը առաջ չես գնա, էլի, ես իմ անունը որ դնենք, ոնց որ ես կլինեմ բանը, ստատուսը դու կլինես ռեալ գործը, էլի, ես այդ դնեմ, բայց դե բնականաբար հրյան հո հիմար չի, ասում է, չէ, էլի մի խոսքով փախի ստեղից, էլի։ Ու այդտեղից սկսում է արդեն ինչ որ իմաստով թշնամական վերաբերմունք, իրեն մի խոսքով հանում են այդտեղից դուրս են շպրտում ու հրյական այդ բաներն է սկսում պագրոմները, հա, հրյական պագրոմներն է սկսում, կամած մոտենում են իրենց խանութին ու այդ պագրոմը իրենց խանութի վրա արշավանքը ղեկավարում է հենց այդ ռուս նախկին բիզնեսմենը, նախկին այդ հարուստ մարդը, ինքը մտնում է այդտեղ ոչ այնքան գողանալու, այսինքն ոչ թե գողանալու, ոչ թե ինչ որ բան, վրեժ լուծելու համար, ու ինչ անում, մի խոսքով կտրում է այդ մարդուն։ Աշխատողներից մեկին սպանում է այդ մարդու ականջը կտրում է, մի բանի վիրավորում է, ու այստեղ գալիս է այս պատմվածքի աղը, ամենամեծ գաղափարական մասը, որ ինչա ինքը խնդիր ունի ու այդ խնդիրը արդեն հարբած վիճակում գոռալով սկսում է ներկայացնել, որ ոնց է ասում, որ ես շուտ էի զարթնում, դու ինձնից ավելի շուտ էիր զարթնում, ոնց է, որ ես կարգով ավելի դժվար էի, ավելի ուշ էի բերում բեռներս, դու ոտքով ավելի արագ էիր բերում, ոնց է, որ չգիտեմ, դու շուտ զարթնում էիր, ուշ էիր քնում, ոնց է այդ ամեն ինչը, ոնց ես դու ինձնից ավելի լավ։ Ես ասում եմ, ես իմ հաշվապահությունից թղթերից մինչև վերջ տեղյակ չէի, դու հերիք չի քոնը գիտեր, նաև մնացած բիզնես հակառակորդներինդ գիտեիր։ Փաստացի ինչ է ասում, դու լինելով ավելի ցածր խավ, դու ոնց ես ինձնից ավելի լավ։ Այո, ոնց է երկրորդ սորտը տեկե ինձ անց է հաղթում։ Ու այդ մյուս հրյան ընկերը Շմուլ Ներով էր, որ կողքն է այդ ժամանակ, ինքս մեջ է մտնում ու սկսում է ոնց որ մի հատ ճառը էլի ասում։ Շատ ուժեղ կտոր է։ Շատ մի հատ եթե ունես մոտդ բացած կարելի է մի հատված կարդալ, որ մի հատված ունեմ հավաքած, եթե ամբողջը չես ուզում, բայց չէ, հավաքած էլ կարա լինի, որ հետո ավելի նյութական խոսք։ Ասում եք ինչ նյութից է ստեղծված հրյան։ Միևնույն նյութից, միևնույն աստծո ձեռքով։
հողի այդ նյութը եւ հող պիտի դառնա ձեր ավետարանով եւ թե մեր Թալմուդով։ Բայց դուք ով քրիստոնյաներ այնքան հունցել, այրել, ծեծել, կռել եք մեզ, որ դարձել ենք պողպատ։ 1900 տարի դուք հրյայի դարբինն եք եղել։ Պետք է ասած երևելի վարպետ եք ձեր գործում։ Դուք եք որ սրել եք հրյայի լեզուն, նրբացրել եք նրա տեսանելիքը ու լսելիքը։ Այս ոնց որ կտոր է, բայց ամբողջական միտքն է թե ոնց են հրյաները, նաև մնացած փոքր ազգերը, երկրորդ, երրորդ սորտի ազգերը կայսրության, կլինի ռուսական կկրկնում, կլինի ռուսական կայսրություն թե այլ կայսրությունները։ Բաներ չկա մեր շովինիզմ չկա իմիջիայլոց։ Այո, ստիպված, հարկադրված ոնց են այդ անհավասար պայմաններում, երբ որ ցածր սորտ են, երկրորդ կարգավիճակ ունեն, ռուսական կայսրությունում հրյաներին մինչև վերջ, երևի մինչև 1900-ականների սկիզբ, արգելված ա եղել բարձրագույն կրթություն ստանալ։ Հետո երբ որ թույլատրել են 1800-ականների վերջերին, 1900-ականների սկզբին Ստալինի ժամանակ, բանով էր, լիմիտով էր։ Հրյայի լիմիտ կար։ Այո, այսինքն ամեն հրյա չէր կարա բարձրագույն, նույնիսկ եթե դու փող ունեիր, բան ունեիր, դու չէիր կարա, այսինքն իրանք բնակ դուք մի մտածեք էլի որ ուղղակի չգիտեմ ռուսները առեսորտ են եղել վեր, չէ, գայսությունում էլի, չէ, փոքր ազգերը կոնկրետ լիմիտ ունեին։ Էլ չասած տարածքային բաները, օրինակ չգիտեմ, եթե օրինակ դու Կովկասում ծնված մեծացած հրյայեր կամ հայեր իրավունք չուներ այստեղից դուրս գալ։ Համալսարանը չկար։ Չէ, օրինակ տենց այսքան կրթական լիֆտի համալսարներ չկար, չգիտեմ, միգուցե ռազմական ակադեմիաներ ընդունվելու լիմիտներ կային, որ այդ սոցիալական լիֆտով չէիր կարա գնայր։ Էլ չեմ ասում, որ հրաների դեպքում հատուկ բան կար, չէ, այդ տարածքներ կար, հա, ասեցլոստի կար, հա։ Այո, չես կարա դեռ դուրս գայ, դու մնաք ու այդ փոքր ու այդ ազգային փոքրամասնությունը, որ ազգային փոքրամասնությունը ա եղել, ենթարկվել է կրոնական հալածանքների, ենթարկվել է քաղաքական հալածանքների, սոցիալական խնդիրների եւ այլն, ինքը ստիպված այդ բալանսը, ոնց ասացինք, դիսբալանսը հետա բերե կրթությամբ, հետա բերե գիտելիքով, կրթությամբ, տեխնոլոգիայով, ոնց ասում, դուք մեզ թրծեց արկել եք պողպատ, մեր տեսանելիքն ու լսելիքը, այդ Անիչ բառը տեսանելիքը ոնց։ Հա, տեսանելիքը, աչքի հետ է, էլի։ Տեսանելիքն ու լսելիքը ասես սրվել է դրա պատճառով։ Մենք դրա համար ենք եկել հաջողության։ Իսկ դուք ասում եք որ դզված եք եղել, ձեր պետքը չի եղել, այդպես։ Այդ էլի բան է, էլի, այսինքն ցույց է տալիս այդ ինչի է ստեղծվում այդ բանը, կապիտալը ոնց է այդ ազգը ու ընդհանրապես փոքր ազգերը ոնց են կարողանում այդպիսի տարածքներում արագ զարգանալ։ Շատ այդպես փոքր քայլերով, բայց ինչի համար է կարևոր։ Ինչի համար է կարևոր, որովհետև կապիտալիզմը իր գոնե բնական ձևով, սկզբնական ձևով ինքը ենթադրում էր, որ ամենատաղանդավորները, ամենախելացիները, ամենաճկունները, ունակները, նաև եթե փող ունեն, այսինքն մեկը դու պիտի դրամագլուխ ունենաս, էլի ոնց որ Երևանն ասում, ինչ որ ներդրումով փող պիտի ունենաս, իրանք մրցակցությունը կարան հաղթեն, այսինքն այդտեղ օրինակ ընդհանրապես այդ բանը կա, չէ՞, Լեոպարդ կինոն տեսել ես, այս վերջերս նաև սերիալ էին նկարել բանը իտալացիների հայտնի Լեոպարդ կինո կա, որի վրով այս տարի Netflix-ը նաև սերիալ էր նկարել, ինքը բանի մասին է, վերացող արիստոկրատիայի մասին է, եվրոպական, կոնկրետ Լեոպարդը ոնց որ Սիցիլիայի բուրբոնների մասին է։ Ու նոր բուրժուազիայի մասին է, այդ գյուղացիական դասակարգը, որ գալիս է քաղաք, բիզնեսա դնում եւ բնական ընտրանքի հարց է։ Այո, ուստեղ երբ որ կապիտալիզմը ինքը բնական ընտրանքի մասին է, ամենախելացիները, ճարպիկները, ուժեղները, շուստրիները եւ այլն, դու ստե տեսնում ես, որ այդտեղ երբ որ արիստոկրատ լինելը կարևոր, կոպիտ ասած եթե բիզնես անել չգիտես, ինչ կապ ունի բանը, կապուտարոն ես թե ինչ ես, էլի արիստոկրատ ես թե չէ։ Այստեղ փոքր ազգերը իրանց շանսը ստանում են։ Ուստեղ ենք գալի կպտում Շիրվանզադեի սաղ մեխին, որ ոնց են Բաքվում հայերը այտենց նավթային բարոններ դառնում, նավթային մագնատ դառնում, ոնց են վերցնում մի առելի Բաքվին տիրապետում են, էլի, թեև թվով փոքր լինելով, կապիտալով փոքր լինելով, որովհետև տեղեր կան, որտեղ քո կարգավիճակը կարևոր չի, կամ կարող ես անես, կամ չես կարող անես։ Նաև հակառակ բանն է կա, օրինակ Եվրոպայի եթե օրինակը վերցնենք, մենք գիտենք, որ կրոնական փող կա աշխարհայության հետ կապված, որ պարտքով ասելով տոկոսով փող կաթոլիկների համար արգելված է եղել։ Դա կաթոլիկների համար արգելված է եղել, բայց քանի որ արդեն ոնց որ սկսել է այդ բանը զարգանալ։ Մեկը փողը պետք է բիզնեսի համար։ Փողը պետք է բիզնեսի համար, ինչ որ մեկը պետք է զբաղվեր, դրանով ամենահարմարը օրինակ Եվրոպայում հрьяաներն են եղել։ Լավագույն մի հատ շատ թույն կինո կա, Շեքսպիրի պիեսներից մեկի վրա նկարահանված, գլխավոր դերում Ալ Պաչինոն է, 90-ականների կինո եթե կոչվում է Վենետիկյան վաճառականը։ Շատ խորհուրդ ենք տալիս, շքեղագույն կինո է ուղղակի դրա մասին։
Ալ Պաչինոն գլխավոր դերում Վենետիկյան բանն էլի, ասենք օրինակ նույնն էլ Օսմանյան կայսրություն մահմեդականության բան, օրինակ հայերը հույները էլի այդ բանը ստացել են, էլի հնարավորությունը ստացել են, օգտվել են ամբողջությամբ, բայց Պարսկական կայսրությունում, որովհետև մահմեդականների համարել էր Զապադլո այդպես մանր մոներ փողերով զբաղվել էլի։ Երկրորդ գլխավոր միտքը, որ այդ դրական բանը չէ, փաստացի, բայց հակառակ բանը միանգամից գալիս է բացասական փայելու, որ դու ուզում ես եղի աշխարհի ամենատաղանդավոր, ամենազարգացած, ամենահարուստ մարդը, մեկը քաղաքական իշխանությունը, այսինքն այդ Տիտղոսային ազգ լինելը, ուժը, բիրտ ուժը, կգա մի օր որով այդ կանցնի, երբ որ իրան պետք կլինի։ Հայկական կապիտալը ոնց են նույնը էլի ոնց որ սկսեցինք էլի սկզբում Բաքվում հայերի կարգավիճակը, որ փաստացի կային, չէ, հարուստ հայեր, կային զարգացած հայեր, որոնք կարող էին նաև ինչ որ ազգային հարցերով զբաղվել, բայց չէին զբաղվում էին իրար մեջ ուտելով իրար։ Մանթաշյանը ասենք կապիտալը Ֆրանսիա էր տարել, իր ընդեղ էլ մահացավ, ընդեղ էլ ապրում էր, вообще պետք չէր մնացած հարցերը։ Շատ մեկու մեջ բաներ անում, ինչ որ արևստագետների ու գրողների էր մեկենասություն անում, էլի։ Նույն հնդկական կապիտալը, հնդկայի կապիտալը, որ ամենաուժեղն էր, անգլիացիները որ եկան հնդկաստան գրավեցին, գաղութացին, մնացին բորտին։ Այո, լավ կյանքից չէ Շամիրյանն ասում Հայաստանում պետություն սարքենք, որ մեզ պաշտպանի։ Հենց այդ է, այսինքն միտքը մի քիչ ուշ է գալիս, այդ է սա խնդրեմը ինչն է, ու այստեղ նաև Շիրվազադեն միգուցե անգամ, չէ, ուզելով ուզում եմ ասեմ միգուցե անգամ չուզելով, բայց ոնց որ լավ էլ ուզելով ցույց է տալիս, որ ամեն դեպքում ամենակարևոր բանը իշխանությունն է։ Այո։ Եթե դու չունես իշխանություն, դու ոչ մի բան ես, ցանկացած պահի քո բոլոր իշխանության բանը էլի պետության լծակների կարգավիճակի այդ պետության ինստիտուտների իմաստով։ Եթե ինստիտուտներ չունես, քո վրայով անցնելու են, դու ով ուզում ես եղի։ Այդ իմաստով իմ ջան գահերի կռվում է, հիշում ես մի հատ հատված կար շատ ուժեղ, որ այնտեղ են Լորդ Բեյլիշներով էլ են, որ միտքը ասում է, որ մարդկանց թվում է իշխանությունը, եսիմ ինչա, բայց իշխանությունը բան իմանալու կարողությունն է, ուրիշից ավելին իմանալու բանն է, ու այդ նույն պահին են Սերսեան կարծեմ, ասում է հենց հիմա սպանեք սրան։ Դանակը դնում են վզին, ասում է այս է իշխանությունը։ Այսինքն միշտ պետք է իմանալ այդ բանը, միշտ պետք է ուղեղիդ մեջ ունենալ, որ նույն այդ հիշում ես մի ժամանակ էլի խոսակցություն կար Հայաստանը, եթե Ռուսաստանի Մարս պետք է դառնա, Ռուբեն Վարդանյանի այդ հայտնի միտքը, որ գոնե Թաթարստան դառնանք բան, միշտ պետք է այդ բանը իմանալ, որ եթե դու դառնում ես թեկուզ հաջողված, թեկուզ ամենալավ ապրող ազգը, բայց որը չունի ինքնիշխանություն, որը չունի իշխանություն, դու ոնց որ ցանկացած հարմար առիթի որթվող ես ուղակի։ Այո, եթե ինքդ քեզ չես կարա պաշտպանես, այդ քո կապիտալ, ուրեմն քո կապիտալը չի։ Ուղղակի տվել են բռնես մի բան։ Ռուսական օլիգարխները դες պատկերացրի, լավ բռնող ես, էլի լավ բան։ Ռուսական մենակ ռուսական չէ։ Դու նայ Ամերիկան, դու նայ օրինակ բանը Իլոն Մասկի պատմությունը, չէ, որ ինքը թվում էր թե հեսա դառնա, բայց ինքը իշխանության դեմ մի երկու բան անհարմար բան արեց ու շատ արագ ոնց որ Տրամպը ցույց տվեց, որ ոնց որ ասում է բանը լյոխկիմ դվիժենիեմ ռուկի ժամանակին իրականում այդ նույն բանը արել են, եթե չեմ սխալվում, ով էր արա Ռուզվելտից առաջ, երբ որ մի քանի բանով այդ ռուսա ամերիկյան այդ բարոններին ջարդեցին, Ռոթշիլդին ջարդեցին, բանին Քարնեգին ջարդեցին մնացածին, այո, այդ դրանց բոլորին ջարդեցին։ Հատուկ հակամոնոպոլ ակտերով ընդունեցին, մի քանի նախագահներ են, որոնք Ջերալ Ֆորբանեսկո մեկում տենց ջարդեցին, որ կապիտալը չթելադրի քաղաքականությունը։ Հայաստանը օրինակ դա ամենալավն է երևում, որովհետև Հայաստանի ամենաուժեղ, Հայաստանի ամենահարուստ մարդիկ ամենաուժեղը չեն, իրանք ոչ մի բան չեն կարող թելադրեն։ Գագիկ Ծառուկյանը այդ մտքի, որ իշխանությունը, ինստիտուտները ավելի ուժեղական կապիտալը լավագույն մարմնացումն է։ Ինքը երբեք իշխանություն չի եկել, չի էլ գալու։ Մաս եղել է, ինչ որ ազդեցություն ունեցել է, բայց երբեք տիրապետող չի եղել, էլի։ Այ Սերժի ժամանակ իմիջիալոց ամենամոտն էին երևի թե, որովհետև նայ Քոչարյանի ժամանակ այդ խավը ձևավորվեց, ոնց որ բան դառավ։ Լևոնից սկսեցին, Քոչարյանի վաղ լավ ուժեղացան, Սերժի մարդ հասել էին պիկին։ Ես ասեմ, լավ դոկումենտ կա պահպանված WikiLeaks-ում, որտեղ 2000, չեմ հիշում, կարող է 9 թե 10 թվերին Միքայել Մինասյանը, Սերժ Սարգսյանի փեսն։ ԱՄՆ դեսպանին ասում է, որ մենք պետքա բարոնների հարց, հենց տենց է ասում, մենք պետքա բարոնների հարցերը լուծենք։ Ու լուծեցին փաստացի։
Դե հա 2018 թվականի դրությամբ քաղաքականությունից հանեցին այո 2018 թվականի դրությամբ 10 տարվա մեջ Սերժ Սարգսյանը պրոստը բոլորին ոչնչացրել էր որպես քաղաքական սուբյեկտ հա մինչև էդ էլ երևակայի քաղաքական սուբյեկտ չէին նայ բայց այտենց ուղղակի բոլորին ոչնչացրել էր հա այդ նույնը եթե Ծառուկյանի պահով վերցնենք որ Ծառուկյանը ինչ որ պահի հիշում ես Լևոնի հետ կապված ահա բուրժուա դեմոկրատական հեղափոխությունը որ էլի էսենց բան էլի միած սենսով մի գիշերը հանրապետականի նիստը կա հանրապետականի նիստը կա այդ իմաստով էլի ոնց որ մի քանի Նիկոլը որ ԱԱՑ-ը պատվել էր տավել մի քանի կարևոր ոնց որ էլի այտենց բան դիտարկում ունեցանք Շիրվանզադեի հետ կապված էլի կրկնենք որ հիշենք այդ փոքր ազգերի տրված հնարավորությունը որ փաստացի որ մարդուն շատ խփում ես ինքը ուստեղ մի բան էլ ասեմ կարևոր է երբ որ մենք օրինակ անդադ խոսում ենք ռուսական ազդեցությունից պետք է հիշենք որ եթե հայկական կապիտալը տնտեսապես հիմնական կախված է ռուսական շուկայից, ռուսական կապիտալից եւ այլն, այսինքն ռուսական կապիտալի մասա, ու եթե հայկական պետությունը չի կարող այդ հայկական կապիտալը պաշտպանի, հայկական բուրժուազիան, հայկական կապիտալիստները անընդհատ նայելու են Ռուսաստանին ու Հայաստանը լինելու Ռուսաստանի մաս, որովհետեւ իրենք հասկանում են, որ Հայաստանը պրոստը ռեսուրս չի ունեցած պաշտպանելու։ Ուժը ուրիշ տեղ է, էլի։ Այո, իրան քանի որ բիզնեսի մարդ են։ Հայկական կապիտալը բուրժուազիան քաղաքականապես ռուս է լինելու։ Հա։ Որտեվ իրանց Հայաստանը չի կարող պաշտպանի, որտեվ Հայաստանը ինքն չի կարող կամ չի ուզում կամ ռեսուրս չի դնում, այդ ուրիշ հարց է։ Ավելի հետ էլ գնանք, ասենք օրինակ, չգիտեմ, Բագրատունիների ժամանակ, Արշակունիների ժամանակ չէ, կար չէ, չգիտեմ, Արշակունիների ժամանակ այդ բանի պարսկական ուղղվածությամբ նախարարներ, որտեղ ուժը այն մարդիկ, ովքեր ցարիկ են փոքր բան տարածաշրջանում, իրանք ման են գալիս ուժ։ Հա, ովա ուժեղը, ովա ասենք Մամիկոնյանները միշտ պրոհռոմեական են եղել, որովհետև Մամիկոնյանների տարածքները հռոմեական սահմանին էր։ Ու երբ որ հռոմեական զորքերը հարձակվում էին, առաջինը իրանց էին վրա երթանում, էլի, ու ստիպած էին պրոհռոմեական, որ իրանց վրա նույնձևի արցունիները, սյունիները եւ այլն, քանի որ պարսկական սահմանին էին, իրանք բնականից էին պարսկական, որովհետև առաջինը երբ որ զորքերը գալիս էր, իրանց վրա էին վրա երթանում։ Այսինքն իրանք ստիպած էին լոյալ լինել այն ուժին, որից ամենամեծ վնաս ունեին ու որից ամենաշատն էին տուժում։ Հա, այստեղ էլի գալիս է այդ սյուվերենի հարցը, այսինքն ման են գալիս սյուվերենին, ման են գալիս ուժեղին, ով որ պատասխանատու է լինելու, ով որ լուծելու է այդ հարցերը։ Շատ խորացանք ուրիշ ուղղությամբ, բայց Շիրվանզադեն այդ տալիս է այդ գաղափարական հենքը, իր տես մարդու անհատի բանը ներկայացնելով, դրամանտ, կուզես բան կասենք, չգիտեմ, կյանքը իր գոյը ներկայացնելով, ինքը տալիս է հասարակության պատկեր, ու ես հույս ունեմ, որ ինչ-որ մի սցենարիստ, ռեժիսոր, որը միգուցե հիմա 16 Դե ժամանակին օրինակ նայել է այս նայի Սերժեն ժամանակ բանը նկարել էին, չէ՞, քաոսը սերիալը էին նկարել, չէ՞։ Դրանք պարզ բան է, մեր միտքը տես ուրիշ էր, ունիվերսիտետի, հա, Կարվեն ամբողջ այդ ժամանակաշրջանը։ Դե պատկացա խոսքի մի էպիզոդ նկարում ես Թիֆլիսից, մի էպիզոդ նկարում ես Բաքվից, մի էպիզոդ նկարում ես նավթահանքից, մարդուց, բան։ Մի հատ լավ սցենարիստ լինի, այս ամբողջը կարդա, ուղեղի մեջ պատտի, հա, սցենարական խումբ ու փորձի ստեղծի մի հատ պատմություն, անգամ իր մասերը դնելով, էլի չեմ ասում ամբողջական, բայց Շիրվանզադեին որպես բնական նյութ էլի ոնց որ ռեալ բան վերցնելով, պատմություն որպես վերցնելով, ստեղծի մի հատ հոյակապ բան, որը ցույց կտա այդ ժամանակները ամբողջությամբ ու կունենա իր մեջ այդ ամբողջ այդ սոկը, ամբողջ յութը կունենա ու մարդիկ կտեսնեն, իսկ մինչ այդ ոնց որ ասում եմ խորհուրդ ենք տալիս կարդալ Փառք Աստծո ոնց որ on-line ամբողջը կա, այսինքն էլ ֆինանսից չեք կարա բողոքել։ Գրադարաններում էլի։ Ուղղակի ցանկություն ժամանակ է պետք, այո, ուղղակի ցանկություն ժամանակ։ Մի խոսքով, եթե հավեսում եք դասուժեի բանը, Շիրվանզադեն ինքն է, որ թե պատմվածքներ կար, չարմար թե հրապարակախոսություննո, թե վեպերը, ինչ ուզեք, այո, ամեն ինչ կա։ Դրամատուրգիան, ամեն ինչ կա ու շատ լավն է, շատ բարձր որակի է, բոլորին խորհուրդ ենք տալիս։ Երևի այսօր այդքանով փորձենք ավարտել, շատ եղավ։ Կոմենտեք մեր YouTube-ի թողարկումը, լայքեք, տարածեք, բաժանորդագրվեք, սոցիալական ցանցերին հետևեք, եթե Patreon չեք դարձել, դարձեք Patreon, մեր Patreon-ը իդեպ սկսում է 800 դրամից, $2-ից։ Այսինքն որ ասում Patreon դարեք, ինչ որ գերբնական գումարների մասին չի, $2-ից սկսած կարեք Patreon դառնաք 2, 4, 6, 8 եւ այլն, էլի տենց 800 դրամը կարծում եմ սկսած 800 դրամից ամիսը տենց գերբնական գումար չի ամենայն դեպս, նույնիսկ Հայաստանի պայմաններով, էլի։ Այո, բաժանորդագրվեք, լայքեք, կոմենտեք, տարածեք, կարդացեք, հավանեք, ձեր կարծիքը գրեք, իսկ մենք կշարունակենք աշխատել ձեզ համար, կշարունակենք ստեղծել որակյալ բովանդակություն։
Շնորհակալություն։ Մինչ նոր հանդիպում։ ապրել, այնպես ապրել։ Դու զգում ես քո ոչնչությունը կանչա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։